Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի տոնական եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ողջունելու բոլորիդ եւ ասում ենք, որ տոնական եթերը սկսված է ու մենք երկուսով չենք։ Բարի լույս, մեր շատ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում տոնական սուրճ ու սերը։ Վստահ եմ շատերը թիմա վերջին նախապատրաստական աշխատանքներն եք անում տանը, մենք եկել ենք ձեզ օգնել ու զուգահեռ մեզ լսեք, որպեսզի օր ավելի հետաքրքիր դառնա եւ ձեր ծանր գործերն էլ ավելի թեթևանան։ Սևակ ջան, մարդիկ կան վերջին, մարդիկ կան դեռ նոր պիտի սկսեն նախապատրաստական աշխատանքները, բայց ինչևէ, կարևորը որ տոնական դուրս գալուց առաջ գործ է արել, էլի գործ։ Սուջուխ է սկտրել։ Ոչ, դա վաղուց խանութներում է։ Խոզի ազդրի վրա, այսպես խոզը ազդրը պատում էի տոմատի մածուկով։ Այս Տիգրանենց տուն հյուր գնաք, ապա նրա պատրաստած, չէ, նրա ոչ միայն նրա համատեղ ուժերով պատրաստված խոզի բուտ կվայելեք։ Ազդր այդպես։ Խոզի ազդր։ Այսօր հանրայինի տոնական եթերում ոչ թե ժամուկես, այլ 2 ժամ ձեզ հետ կլինեն Տիգրան Հարությունյանը, Սևակ Հակոբյանը, Լուսինե Մուրադյանը, արի մենք էլ երկուսով Վեգայան տանք, Վեգա Անդրեասյանը, բարի լույս եւս մեկ անգամ, եւ մեր անխափան եթերն են ապահովելու մեր շատ սիրելի Ինան եւ Ստեփանը, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, նաեւ ժպիտի ու ջերմության համար, որտեղ է մեր անփոխարինելի Նորեկյան Լուսինեն, ինչպես միշտ թաքնված է։ Մենք նաեւ նվերներ ստացանք Լուսինե Նորեկյանից, Վեգայից ստացանք նվերներ վաղ առավոտյան, ինչքան հաճելի է տոնական օրով գալ աշխատանքի։ Շնորհակալ եմ։ Այո, այսպես։ Այսօր մի փոքր ավելի երկար ենք լինելու եթերում մեր ռադիոլսողներին ասենք, այո, 2 ժամ մեզ կարող եք հետևել եւ ոչ միայն լսել, այլև դիտել մեր կայքում armradio.am ու Facebook-յան հարթակում։ Իսկ մեզ այսօր տեսնել պետք է անպայման, որտեղ մեր տաղավարը լի է նվերներով, քաղցրավենիքով եւ ոչ միայն այնպես որ միացեք մեզ, ունենք նաեւ անակնկալներ ռադիոլսողների համար։ Պայծառ ու վար, լույսեր սիրուն, դրսում ծմեր, ներսում կարուն, նորից անհոգ, խինդ ու ծիծաղ, նորից երգեր, դեմքեր ուրախ, պայծառ ու վար, լույսեր սիրուն, դրսում ծմեր, ներսում կարուն, նորից անհոգ, խինդ ու ծիծաղ, նորից երգեր, դեմքեր ուրախ, Նոր տարի, ձունանուշիկ իմ բարի, ես գիշեր մեր տունարի, տոնացարը զարդարի, ես գիշեր մեր տունարի, տոնացարը զարդարի Նոր տարի, ձունանուշիկ իմ բարի, ես գիշեր մեր տունարի, տոնացարը զարդարի, ես գիշեր մեր տունարի, տոնացարը զարդարի Երազանքներ ու ամեն ինչ դուշ տարան անցած գիշեր Տարիներ գալիս եք դուք հերուներից ու նորից գնում եք հերուներ Բաժակները լիքնալի առանց հարբեր ոնց կլի առանց ուրախ երգերի նոր տարին ոնց կլի Ինչ տոնացար առանց պապ ծմեր պապ ասես հարսանիք առանց հարս առանց պես առանց պար Ինչ տոնացար առանց պապ, ծմեր պապ Ասես հարսանիք առանց հարս, առանց պես առանց պար
Հաշված ժամեր են մնացել մինչ ամանոր 9:35 դեկտեմբերի 31-ն է 2025-ի վերջին թողարկումն է մեր։ Այո, վերջին թողարկումն է այս տարվա, որովհետև հաջորդ տարի Ես էլ նշեցի, ավելի նոր 2025-ին, ուժերով այո։ սկսելու ենք ավելի լավ տրամադրությամբ, երևի թե չգիտեմ, ասեք։ Դուք ասեք։ Անպայման ավելի լավ տրամադրությամբ, վստահաբար դա ապահովելու ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր ռադիոլսողները, որոնք բարբերաբար մեզ զանգահարում են, գրում են։ Իդեպ այսօր առավել քան երբևէ սպասում ենք ձեր զանգերին, սպասում ենք ձեր մեկնաբանություններին մեր Facebook-յան էջում, ինչպես արդեն նշեցինք, կունենանք հետաքրքիր խաղեր, վիկտորինաներ, նաև այսօր, ինչպես գործընկերներս արդեն ասացին, անակնկալներ էլ ունենք, մենք մենակ չենք լինելու եթերում, մեզ էլի մարդիկ կմիանան։ Այո, իմ ռադիոյի շատ սիրելի գեղեցկուհիները այս Մեր անգամ կրտսեր գործընկերները, քաղաքի տարբեր անկյուններից միացումներ կանեն, կտեսնեն քաղաքը ինչ տրամադրությամբ է Այո, այս ուղիղ ժամանակ։ միացումներ կունենանք։ Տեսնենք բացի մեզնից ուրիշներն աշխատում են այսօր։ Ինձ թվում է սպասարկման ոլորտը Այո, շատ իրենք շատ երկար ծանրաբեռնված աշխատում են, է։ եկեք առանձնատուկ ողջունենք առևտրի կենտրոններում, Հատուկ մոլերում, ծառայությունների այո, աշխատող աշխատողներին։ մարդկանց, դե իհարկե նաև այն ծառայություններին, որոնք 24/7 են աշխատում։ Ես Ինչպես էլ- մեր սմենան, ինչպես Այո, մեր մեր հերթափոխը։ հերթափոխը, Այո։ ես էլ ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել բոլոր մեծ խանութների եւ սպասարկման կենտրոնների ղեկավարներին, երբ ընտրում եք ամանորի հանդերձանք ձեր աշխատակիցների համար, միշտ հաշվի առեք, որ նրանք 24 ժամ այն գրելու են, թող մի քիչ հարմարավետ Այո։ լինի։ Այո։ Սա եւս շատ կարեւոր էր, որովհետեւ Այո։ իրականում իսկ քանի որ ցուրտ է եւ այս տարին որոշել է իսկական ձմեռ անել եւ մենք ասում եք կարոտել էիք այս ցրտերին դե վայելեք, ապա ուզում ենք ասել, որ այդուհանդերձ տակ հագնվեք։ Իդեպ Այո, եղանակի մասին, այս պահին մայրաքաղաք Երևանում 8 աստիճան ցուրտ է։ Դե լավ էլ ցուրտ է։ Օրվա ընթացքում չի տաքանալու, մի սպասեք պլյուս նշանի, Ինչ լավ տրամադրություն։ մինչև -2 ընդամենը կարող է Դե, էլի սանդղակը բան է։ հասնել, Հա։ բայց մեզ խոստանում են առանց տեղումների եղանակ, ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ Երևանում ամբողջ օրվա ընթացքում տեղումներ մի սպասեք դեկտեմբերի 31-ին։ Թեպետ օրը տոնական է, բայց կարևոր տեղեկությունները մենք անպայման Միշտ կան։ կներկայացնենք։ Չէ, ներողություն, Ասա։ մեկ վարքյան ես տեսնում եմ, որ այստեղ ցերեկը մեզ մոտ սպասվում է ձյուն Ահա, Երևանում։ նոր տարի է, թող կա հաճելի է երբ ձյուն Ես- Մեկ լինում։ ձյուն Չեմ փաստորեն։ ուզում ձեր տրամադրությունները շատ գցեմ, բայց հունվարի առաջին 10-նորյակում կոնկրետ մայրաքաղաքում մինչև 17 աստիճան ցուրտ է լինելու։ Իսկ Շիրակի Սա լավ մարզում էր, օրինակ սիրելի մինչև 30 աստիճան ցուրտ։ Նույնիսկ հանրապետության տարածքում առանձին վայրերում եւս ձյուն կա Հա դե բավ փաստորեն։ Երևանում լինի, բավ հանրապետության Այ, տարածքում քեզ չլինի։ Վայելենք ձյունը, եկեք չտխրենք, որովհետև որ տխրեցինք ձյունը չի ճկվելու, միևնույնն է լինելու է։ Եկեք փորձենք վայելել այդ ձյունը, համամիտ եք, չէ։ Այո, եկեք Ուր ես ուրախանանք մտել, ասա։ այն փաստից, որ մայրաքաղաքում խցանումային նիշը 0 է։ Չես ասում։ 3-2 էր։ 3-2 էր այսօր։ Ոչինչ, սպասեք Երբեք մի չէինք քիչ։ տեսել նման Հա, պատկեր։ մի քանի ժամից կտեսնենք թե որքան կբարձրանա, այսինքն ոչ մի խցանված փողոց չունենք։ Չունենք։ Իսկ ավտովթար կա, Սևակ, որովհետև մենք գիտենք, որ որքան խցանված չէ, այնքան ավելի շատ են ավտովթարները։ Փորձեմ տեսնել, Փորձենք բայց տեսնել, այո։ թե լավ է սկսվել Լավ է, օրը։ գնանք Հայաստանի տարածքներ, ճանապարհներ Դե կարծեմ top թեման ավտոճանապարհներն այո, այս ասենք օրերին։ որ փակ ճանապարհներ կան եւ մասամբ է ընդհանուր, հա, Հայաստանի Հանրապետությունում տարածքները բաց, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օթերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Բերտ ճամբարակ եւ Թթուջուր Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այնտեղ բուք է։ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը, Նորավան Լծեն Տաթև, Շինուհար Տաթև Կապան, Քաջարան Մեղրի եւ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվար անցանելի մյուս տեսակի Ես տրանսպորտային դա միջոցների համար։ Ահա։ Ես շեշտեցի, որտեղ Վարդենյաց լեռնանցքը շատ կարևոր հատված է առողջերի համար, որպեսզի լավ իմանա։ Ելփին Վայք ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Այ հիմա խնդրեմ ուշադրություն լարեք ձեր լսողությունը Կապանի, Սիսյանի, Գորիսի, Աշոցկի, Ամասիայի, Արտիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սևանի, Հրազդանի, Նայրի, Աբովյանի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին
տեղ արկա է մեր կասառույցը։ Զգուշ եղեք խնդրում Մի խոսքով մեր կասառույց է եւ գնանք Լարսը Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, այնպես որ իմացեք, որ սկսվեցին այդ օրերը։ Այո։ Բանուն ես հավելելու։ Այո, ես ուզում եմ ավելացնել, որ այսօր փակ ճանապարհներ կլինեն նաև Երևանում, փակ փողոցներ կլինեն ամանորի միջոցառումներով պայմանավորված, հատկապես հրապարակում այսօր երեկոյան գիշերը ակնկալվող համերգի հետ կապված ժամը 21-ից մինչև միջոցառման ավարտը կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես փակ կլինեն Նալբանդյան փողոցը, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծ փողոցը, Խանջան Խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը, Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Գուշակեք Հանրապետության հրապարակ եւ Ամիրյան փողոցը Զաքյան Խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, նաեւ Աբովյան եւ Արամի փողոցները, սկսած Աբովյան Պուշկին եւ Արամ Հանրապետության փողոցների խաչմերուկներից, մի խոսքով բոլոր այն ճանապարհները, որոնք տանում են դեպի Հանրապետության հրապարակ, ժամը 21 բոլոր ճանապարհները տանում են հրապարակ։ Այո, բայց ոտքով պիտի քայլեք հրապարակ այսօր։ Եթե նաեւ հավելենք հարգելի ռադիոլսողներ, որ մետրոպոլիտենն այսօր աշխատելու է մինչև գիշերը 2:30, բայց 11:45-ից մինչև 0 ժամ 15 րոպե մետրոպոլիտենը շարունակելու աշխատել ուղակի կայարան չի կանգնելու Հանրապետության հրապարակում։ Չնեղվեք, խոճապի չմատնվեք։ Չի կանգնելու, սա էլ իմացեք, որպեսզի խնդիրներ հանկարծ չառաջանան։ Եթե այդ ժամանակահատվածում եք գնալու Հանրապետության հրապարակ, ապա ճիշտ կլինի մոտակա այլ Ռոսիա կինոթատրոնից քայլել։ Ահա, շատ լավ տարբերակ։ Հիմա գնանք օթային տարածքներ։ Գնանք օթային տարածք, իդեպ մենք ունենք փոփոխություններ այս բանի ժամանումների ցուցակում, մարդիկ վաղաժամ եկել են նոր տարի նշելու։ Պաստորեն Լառնակայից Դուբայից, որում Դուբայից 2 չվերթ վաղաժամ են տեղ հասնելու հեսա 9:55-ի փոխարեն Լառնակայի չվերթը արդեն վայրեջք է կատարել Դուբայի 2 չվերթներն էլ 10:25-ի փոխարեն ժամը 10-ին վայրեջք կկատարեն Զվարթնոցում։ Բայց ունենք ուշացում, Եկատերինբուրգի չվերթը 11:30-ի փոխարեն վայրեջք է կատարելու 15:50-ին, հետևաբար ենթադրում ենք, որ Եկատերինբուրգում պայմանները թռիչք է այդքան էլ բարենպաստ չեն եւ ուշ է գալու զուտ դրանով հասնեն նոր տարի նշել հայրենիքում։ Մենք եւս մեկ ուշացում ունենք։ Սոչիից եկող օդանավն էլ ժամը 14-ի փոխարեն 14:40-ին վայրեջք կկատարի Զվարթնոցում։ Գնանք մեկնումների սանդղակ, ովքեր որ վերջին պահին որոշել են չվել երկրից եւ ամանորը դիմավորել, այդ ուր է կգնում, ուշացում ունենք, կրկին Եկատերինբուրգի թռիչքն է, 12:20-ի փոխարեն թռիչքը կիրականանա 16:25-ին։ Ասենք բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր գալիս են եւ իհարկե հաճելի հուշեր, ջերմ լավ տրամադրություն բոլոր նրանց, ովքեր որոշել են, որ պիտի ամանորն անցկացնեն այլ երկրներում։ Տաք երկրներում հատկապես։ Ենթադրում եմ։ Եվ քանի դեռ գնալու եք տաք երկրներ, վստահաբար արտարժույթի տվյալները ձեզ պետք են գալու, ծանոթացնեմ այսօրվա փոխարժեքներին։ Ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 36 լումայի, եվրոն 449 դրամ է 0.1 լումա, ռուսական ռուբլին այսօր 4 եւ 8 է, վրացական լարին 141.54, բրիտանական ֆունտ ստերլինգը 515 եւ 6, դիրհամը 103 եւ 83 եւ լուսինեն ունի ավանդույթ պարտադիր մի պատահական արտարժույթ էլ ասելու, որն է այսօր դա։ Չկա, այսօր չկա, լավ, ես փոխարեն ասեմ, հնդկական ռուպին եմ ընտրում, քանի որ գիտեմ, որ լուսինեն շատ է սիրում Հնդկաստանը, 4 եւ 24 է այսօր այս տարի իմ նպատակներից է եւս մեկ անգամ 2026-ի նպատակներից է եւս մեկ անգամ մեկնել այն վայրը, որտեղ իմ զգացմունքներն ու էմոցիաները կիսատ մնացին Հնդկաստանի կոնկրետ հատվածները։ Իսկ մաղթենք Լուսնեն այնքան է պատմում, որ մենք անգիր գիտենք։ Իսկ դուք ուրեք, ձեր նպատակը 2026-ի գլխավոր որն է։ Եթե ճամփորդելուց ենք խոսում, գնալ Իտալիա։ Չես եղել։ Չէ։ Սևակ, դա քեզանից։ Այդ առումով ես բավական ձանձրալի եմ, ես ունեմ մի քաղաք, որտեղ անընդհատ ուզում եմ վերադառնալ, դա Նյու Յորքն է։ Ես ուզում եմ եւս էլի գնալ Նյու Լավ, Յորք։ այդքան է ձանձրալի չես։ Տիգրան։ Տիգրանը մտածում է ուր չի եղել։ Բալի։
Լավ է Մի հնչում։ խոսքով ճոխ եմ են ցանկություն։ Եվ Նյու Յորք։ Եվ Նյու Յորք, այո։ Հնարավորությունները հատկապես Նյու Յորքի համար լավ Այո, հնարավորություն։ ցավոք շատ լավ հնարավորություններ են։ Մաղթենք, որ իրականանան այս ցանկությունը։ Պահեք երազանք եւ այն կիրական, հատկապես այսօր։ Այո, եւ սիրելի գործընկերներ, արդեն ունենք մեկնաբանություններ մեր ռադիո լսողների Այո, կողմից։ Գենադի Նիկոլաևիչ Գունդիրևը ներողություն, Գենան եմ այո։ ես գրում, Գենա, Մեզ գրում է ողջույն։ наступающим Новым годом, любви, здоровья, мир на земле, նա մեզ մաղթում է, շնորհավորում է գալիք տարին, մաղթում է սեր, առողջություն եւ ամենակարևորը խաղաղություն երկրի, այո, Եթե չեմ սխալվում Գյումրիից է Գենան գրում։ Գյումրիից եւս Գյումրիից էլի ունենք, այո։ Շնորհիկ Շահինյանը գրել է ողջունում եմ բոլորին Գյումրիից, մաղթում որ այս տարի լինի սիրո, երջանկության եւ խաղաղության տարի։ Շնորհակալություն ձեզ 2025 թվականի հիանալի աշխատանքի համար։ Լույսով տարի բոլորին։ Այո, Գենադին մի անգամից արձագանքեց սրտիկներ է Սա էլ ձեզ աշխատավարձ խնդրեմ։ Ինչ վատ է, ինչ վատ է։ 13-րդ։ Շարունակեք լսել մեզ, մենք շարունակում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Չագուչ ռեմիքսների շարքից էր, բայց ամանորի Չագուչ ռեմիքս Սյուզան Մարկարյանի նոր տարվա երգներ, նոր տարի երգները ճանաչեցիք։ 10 տարվա ռեմիքս։ Դժվարությամբ, բայց ճանաչեցիք։ Դե հա, ռեմիքսներ կան, որ շատ հետաքրքիր նոր շունչ են հաղորդում երգերին, ռեմիքսներ կան, որ փչացնում են ու պետք չի անել։ Մի խոսքով հարգելի ռադիո լսողներ, շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից ծրագիրը։ Մենք ուղիղ եթերում ենք 4-ով ենք։ Սիրով ձեզ ողջունում ենք, պարբերաբար շնորհավորելու ենք իհարկե, եւ փոխանցելու ենք տոնական լավ տրամադրություն։ Մեզ կարող եք հետևել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով, հայտար գրում եք Հայաստանի հանրային ռադիո միանում լայվին, այնտեղ չեք մոռանում եւ գրում եք, չեք զլանում, մեզ ջերմ խոսքեր փոխանցեք, միասին կշփվենք, armradio.am կայք եք մուտք գործում լայվը այնտեղ։ Եվ 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է եւ TikTok-յան հարթակում երկու պատուհան սկզբունքով 4-ս եթերում ենք։ Բայց արի ասենք, թող մեզ զանգարեն նրանք, ովքեր արդեն պատրաստել են տոլման, խոզի ազդրը, բլիթները պատրաստ են,
Թող զանգարեն։ բլիթի լիստերը պատրաստ Այո։ բայց վայ արի Բլինչիկ, այսպես ասած։ իրականում ամանորի այդ բլիթները բլիթ չեն էլի բլինչիկ են Բլինչիկ են, այո։ Հա էլի։ բլինչիկ Ով է այս Բանտական, բային բանտական։ պատրաստում մայրաքաղաքային աղցան, թող զանգարեն։ Հենց հիմա 55-3702 այս բային կտրատում է, ասենք կարտոֆիլը, ես դա կանեմ գազարը։ եթերից հետո այս շքեղ հագուստս մի անգամից կփոխվի տնային հագուստի եւ կդառնամ ընտանեկան աղջիկ եւ կսկսեմ Ակտիվացեք, արթնացեք, միացեք մեզ խոհանոցից խրախուսում են ուղիղ միացումները։ Այո, սպասում ենք ձեզ եւ հուսանք, որ խոհանոցային այդ ձեր թոբոհի մեջ էլ ավելի կակտիվանաք մեզ լսելով։ Մի խոսքով բոլորիդ ողջունում ենք։ Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 31-ը չորեքշաբթի է։ Այո։ Այո, չխառնենք օրերը, քանի դեռ ոգելից չեք օգտագործել, չխառնենք օրերը, չորեքշաբթի է, 31-ն է եւ ունենք օրացույց, հասկանանք ինչ կա Տիգրան չկա։ ջան, այստեղ պիտի ասես քանի օր է մնացել տարվա ավարտին։ Ընդամենը հաշված ժամ։ Զրո Ժամ օր, էր, ինչպես ասում է այո։ Վիկիպեդիան։ Իդեպ սիրելի գործընկերներ, ես տարօրինակ տոներ գտա, որոնք Ապա։ արտերկրում են Մեզ մոտ էլ կան, ասա։ Եկեք դուք Չէ, սկսեք, դուք որովհետեւ սկսիր։ վստահ եմ հիմա ավելի ծիծաղելի է։ Հա, այդ կարգի Այո։ ուրիշ է։ Չէ, մեր կիսա ծիծաղելի է շամպայնի ազգային օր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարծես թե այո։ Նույնն է։ Պիտի չէ։ Կտոնենք, շամպայնը մեզ Չէ, սեղանին չէ։ Շամպայնը ավարտեցինք։ Որոշում կայացնելու օր է այսօր։ Այ դա էր իմ համար ծիծաղելին, make up your mind, արևմտյան աշխարհում ավելի շատ սրան ասում են ի վերջո կողմնորոշվիր, այդ օրն է, այդ որ տարվա տարբերակով։ վերջն է եւ այո, ի վերջո կողմնորոշվիր եւ միտքդ կառուցիր եւ հաստատակամ եղիր, Դե սա բայց կան մարդիկ, նշվում է, ովքեր այո։ կողմնորոշված չեն։ Դա հենց նրանց էլ ուղված է Դե սա այսօր։ նոր տարվա հետ է կապված, որ ամանորի գիշերը պետք է մարդիկ երազանքներ, ոչ միայն երազանքներ, ինչպես են ասում, resolution-ներ, այսինքն նպատակներ, որոնք պետք է հաջորդ տարի կայացնես, իրականացնես, դրա հետ է կապված ենթադրում եմ։ Եվս մի Գրում են հատկապես մարդիկ արևմտյան աշխարհում։ Նպատակները գրում են, Իրականում ճիշտ են անում, որ գրում են, պետք է վիզուալացնել, գրել։ եւ հավատալ։ Դե գայս, Եվ գնայ մի Ճապոնիայում ծիծաղելի գիտես օր։ ինչ տոն կա ծիծաղելի։ Չէ։ Գուցե դա ես ուզում ասել։ Չէ, իմը Ճապոնիայում չէ, իմը էլի Որտե՞ղ է։ արևմուտքում է, իդեպ վերաբերում է նաև մեզ կարծում եմ, որովհետև վերջում մենք Ապա, այսօր աշխատում ենք, չէ։ ապա։ Չխանգարելու, չընդհատելու օրն է այն մարդկանց համար, ում կյանքում սա տարվա վերջին աշխատանքային օրն է։ Եվ կոչ է արվում այն մարդկանց, որոնք հավաքված իրենց աշխատավայրում վերջին շտրիխներն են անում աշխատանքի, կոչ է արվում գործընկերներին չխանգարել, Գներես, իսկ ովքեր են խանգարում աշխատողներին։ Մնացած Ղեկավարությունը խանգարում է աշխատողներին բնականաբար։ Ինչու՞ ասենք մենք այդ Դա մասին։ համաշխարհային խնդիր է։ Այո, դա գլոբալ խնդիր է, գլոբալ Այո, խնդիր։ եւ այսօրը կոչ է արվում, Մեխինդ մեուրով։ կոչ է արվում բոլոր գոլեգաներին, ղեկավարներին, Մի գործընկերներին խանգարեք իրար էլի։ չխանգարել Ով եք եւ աշխատել։ որպեսզի դեկտեմբերի 31-ը ավելի կարճ լինի։ Իմիջիալից շատ լավ տոն էր, դու Այո, դուրս եկա։ Ես մի զվարճալի տոն էլ ասեմ ու հերախոսազանգ ընդունեք Թեյնիկի տարվա հրաժեշտի 30 Ճապոնիայում նշում։ Վերջին անգամ ջուր են եռացնում։ Պատկերացնում ես։ Այսօր այնքան է Եռացնել։ ջուր այդ թայնիկը դաթար չի ունենալու եւ վեգա Ունենք հեռախոսազանգ, ասենք բարի լույս մեր շատ սիրելի Ասենք։ ռադիոլսողին։ Ով է մեզ միացել։ Ահա, հիմա կտեսնենք ով է մեզ միացել։ Դուք եթերում եք։ Ալո, բարև։ Ալո։ Բարև ձեզ։ Դե իհարկե հանրայինի մեծ ընտանիքի մեզ սելի Տիկին Ալիսա դուք եք Այո, ես ջեր ողջույն Բարի լույս։ բարի լույս, ինչպես եք։ հրաշալի դուք Ես էլ լավ եմ, զբաղված եմ ամանորյա Դե գործերով։ բնական։ Միայն չասեք ամառանոցում եք հիմա գործանում, մեզ եք լսում։ Նորման արդեն փաթաթել է, մնացած մյուս ակցիաների պատրաստելով։ ով էր կասկածում Տիկին Ալիսա որ դուք ժամանակին ամեն ինչ կանեք ոչ ոք մենք գիտենք թե որքան համեղ են նաև Ինչպիսի ձեր ձեռք ունեք։ պատրաստած ուտեստները այո Շնորհակալ եմ Լուսինե ջան գնահատականի համար։ Ձեզ առողջություն եւ լավ տարի եք մաղթում ուրախ ամանոր։ Թող 26 թվականը ձեզ համար եւ մեր հայ ժողովրդի համար լինի խաղաղության եւ հրաշքներով լի տարի։ Շնորհակալություն Շնորհակալություն։ իսկ մենք մաղթում ենք ձեզ Տիկին Ալիսա որ միշտ առողջ լինեք եւ միևնույն ժամանակ լիաթոք ժպտակ ուրախանաք Շնորհակալ եմ Լուսինե ջան, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ ձեզ նույնպես Մենք շնորհավորում հրավեր ունենք։ Կարող է ամեն ինչ թողնենք, սիրելի ռադիո լսողներ, գործընկերներ։ Եվ ուր գնանք։
գնանք Լապլանդիա։ Քյավառցու տուն։ Գավառի մասին, գավառի մասն է, բայց հենց Քյավառցու մասն է խոսքը։ Արմինե Հովսեփյանն է գրում. «Բարի լույս իմ հարազատներ, մեր զրնգուն Լուսինե, մեր գիտակ Վեգա, մեր հնաբնակ Տիգրան ու հավասարակշռված Սևան համար անդամ են դարձել»։ Ինչպեսի բնորոշում։ Շատ հետաքրքիր բնորոշում։ Այո, շատ տիպիկ իմիջիալից։ Լավ ուսումնասիրել է Արմինեն։ Աստված տա, որ ձեր ցանկությունները կատարվեն եւ ուր ցանկանաք գնացեք, բայց քանի որ երեք ցանկանում էիք գնալ Գավառ, ես լինելով Քյավառցի, հրավիրում եմ Քյավառ չէ, բայց եկեք մեր տուն Քյավառցու խաշ, քաշած օղի պայելելու։ Այ խաշ, այս տարի դեռ չենք հասցրել վայելել խաշ։ Իսկ ներեցեք լոլիկով ձված եղ ունեք։ Դե լավ, էլի։ Ամեն ինչ փչացնում ես, ինչպես միշտ ամեն ինչ խաշ փչացնում։ սիրողների համար լոլիկով ձված եղն է, ես ասեմ միշտ սխալ էի հարիսա պատվիրում։ Չէ, դա էլ կա։ Դա էլ կարող ես, բայց դու էլ չես սիրում։ Մենք 4-ով իսկական խաշ ուտելու գնացողներ ենք։ Երկուսը խաշ կուտել։ Մենք էլ հարիսան ու լոլիկով ձված եղը։ Կարևորը իրականում հենց մեր ռադիոլսողների հրավերն է եւ շնորհավորանքները, որ թողնում եք։ Դուք էլ միացեք մեր Facebook-յան էջին, մենք կայքում նույնպես ուղիղ եթերում ենք, այնտեղ մեզ կարող եք նաեւ դիտել, իսկ այսօր մեզ դիտել վստահեցնում ենք հաստատարժե, որովհետեւ շատ տոնական տրամադրություն է տիրում մեր տաղավարում, մեր իմ ու Սևակի գլխին, որը մնաբուն իմաստով, այնպես որ նաև դիտեք մեզ։ Այո, սա մեզ լսել են նաև խրախուսում ինչու, որտեղ անակնկալներ ունենք արդյոք, այնպես որ Այդ անակնկալներ ձեզ համար լսել եւ դիտել մեզ։ Թող կորչեն տխուր օրեր
Սուրճ ու սեր առավոտից։ Հայաստանում Ժամը 10-ն է։ Այո, Բարի լույս բոլորին։ Շարունակեցիք այդ Բարի լույս բոլորին։ Մենք ասում էինք, չէ, որ լինելու են անակնկալներ մեր եթերում եւ ահա անակնկալներից մեկը իմ ռադիոյի մեր շատ գեղեցկուհիներից մեկը Անին արդեն պատրաստ է Հանրապետության հրապարակում է։ Այո, ուղիղ միացում Հանրապետության հրապարակ եւ ով է մեզ հետ կապի մեջ։ Անին է մեզ հետ կապի դուրս եկել եւ մենք Անին ասում ենք բարի լույս եւ արդեն կարծես թե կապը հաստատվել է։ Հիմա տեսնենք Անի դու եթերում ես, ողջույն։ Անի, բարի լույս։ Ողջույն սիրելի գործընկերներ։ Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել հենց Երևանի սրտից, Հանրապետության հրապարակից։ Ահա։ Ինչպես տեսնում եք, ես այսօրին Հանրապետության հրապարակում եմ, իմ հետևում Տեսնում ենք արդեն։ Տեսնում եք Անին։ Ահա, Անի ջան։ Իմ հետևում գտնվում է Երևանի տոնական խորհրդանիշը, այսպես կոչված, մեր տոնածառը։ Իսկ տոնածառի հետևում արդեն ամանորյա տոնավաճառն է, որը վերջին տարիներին կարծես ավանդույթ է դարձել բոլորիս համար, բոլորս էլ գիտեմ, որ այցելում ենք եւ շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Իդեպ ուզում եմ նշել, որ խոսեցինք տոնածառի մասին, նշեմ, որ 1937 թվականից է կարծես այս խորհուրդը մտել Երևան եւ 1937 թվականից երևանցիները կարողանում են վայելել տոնը, այսպես զարդարված Երևանը վայելել եւ զգալ տոնի իրական խորհուրդը։ Իդեպ սիրելի գործընկերներ, մինչ ձեզ միանալը ես այստեղ հանդիպեցի մի աղջկա, որը դեռ չի գնել, չի հասցրել գնել ընտանիքի համար նվերներ եւ այս պահին օգտագործում է առավոտվա այս մի քանի ժամը, որպեսզի կարողանա լիարժեք պատրաստվել երեկոյին։ Այստեղ Ժենին է։ Ողջույն Ժենի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ես դուրս եմ եկել առավոտյան վերջին ժամերին օգտագործելու ընտանիքիս համար նվերներ գնելու համար, քանի որ իմ համար ընտանիքիս պատմիր, ինչ տրամադրություն ունես այսօր։ Ժենին մտածում էր, որ կհայտնվի հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Իրականում ոչ, ես այստեղ իրեն առաջարկեցի, որպեսզի մի փոքր պատմի, ներկայացնի մեզ թե ինչ է անելու եւ ինչպես է պատրաստվելու երեկոյին եւ բարեբախտաբար նա չմերժեց, քանի որ այստեղ այդքան էլ շատ մարդ չկա, բոլորը կարծես պատրաստվում են տոնական երեկոյին, բայց փաստորեն Ժենին այսօր մեզ մի փոքր կպատմի նաեւ թե ինչպես է ինքը պատրաստվում։ Լավ։ Ամանորյա տրամադրությունը եռում է, չնայած հիմա -15-ը դրսում ու հրապարակում։ Իսկ այդ ընտանեկան նվերներ ջեր միջավայր արդեն մոտ 15 տարի է ինչ միմյանց նվերներ ենք տալիս ու իմ համար դա հին տարվա լավագույն ավարտ ու նոր տարվա լավագույն սկիզբն է, որովհետև դիմացինին իմ ընտանիքի անդամներին տալիս եմ ժպիտներ ու էմոցիաներ։ Գալիք տարում երևի ավելի շատ կասեմ ինչ եմ ցանկանում, ուզում եմ որ լինի արտաքին խաղաղության ու ներքին ներդաշնակության տարի ու ցանկացած դժվար պարագայում ուզում եմ որ բոլորս կատարենք ճիշտ ընտրություն ու որոշում։ Դրա համար էլ միայն պետք է ուժ եւ վստահություն ինքներս մեզ։ Բրավո։ Իմ ասանքներին։ Շնորհակալություն Ժենյային, իհարկե։ Կեցեք, Անի ջան, կեցես։ Ձեր գալիք տոներն էլ շնորհավոր եւ սուր ծնունդը շնորհավոր։ Մենք էլ քեզ ենք շնորհավորում եւ իհարկե մաղթում, որպեսզի հատկապես մեր տաղանդավոր երիտասարդները բնականաբար լինեն ներդաշնակ իրենց հետ եւ իրենց երազանքները վերածեն նպատակների ու գնան առաջ։ Անի առաջին հերթին դա նաեւ քեզ է վերաբերվում։ Կեցես Անի, սա քո առաջին ուղիղ միացումն էր, կեցես։ Ես գործընկերներ շնորհավորում եմ բոլորիդ ու շնորհավորում եմ նաև մեր ռադիո լսողներին։ Գնա տաք թեյ կամ սուրճ խմի, որ հանկարծ չմրսես, շատ Այո, սուրճ է։ Դու մեզ պետք ես։ Դե ինչ ասում ենք նաև բարի գալուս հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Սա կարծես թե առաջին ուղիղ եթերն էր։ Շնորհակալություն քեզ ժպիտ ջերմություն փոխանցելու համար։ Կեցես, Անին Ադամանդ։ Շնորհավոր 2026 թվական։ Ահա, շնորհակալություն, Շնորհավոր Անի ջան։ Առաջին ուղիղ միացումը կարծես թե ստացվեց, սիրելի ռադիո լսողներ, շնորհակալություն ենք հայտնում Անիին, Վեգայի երեխաներից է։ Իսկապես նրանցից մեկն է մեր հրաշալի թիմի։ Իդեպ այն մարդկանց համար, որոնք գուցե մենք անընդհատ ասում ենք իմ ռադիո, բայց
կան հանրայինի հավատարիմ երկրպագուներ, որոնք գուցե չեն պատկերացնում, որ իմ ռադիոն հանրային ռադիոյի երկրորդ երիտասարդական ալիքն է, 98 եւ 3 հաճախականությամբ է հեռարձակվում եւ մեր երիտասարդները հիմնականում հենց այս խմբագրությունում են աշխատում։ Գեցեք, դուք բոլորդ ադամանդ եք։ Շնորհակալ ենք, մենք ձգտում էինք հենց ստանալ այդ կոչումը։ Իդեպ զգացիք անի ուղիղ եթերից, որ իսկապես քաղաքը դատարկեր, կարծես մեքենաները չէին։ Այդ ցուրտը բոլորը տալիս չեն ուզում դու։ Բայց -8 է, ոչ թե 15, դեռ ասենք, չէ, անին ասես 15։ Դե կարող է հրապարակում ավելի ցուրտ է։ Կարծում եմ Անի հյուրն էր, Ժենին, նա գուցե նկատի այսպես հումորով կարծում եմ ասած, այսինչ -15 մի բան չեք հաշվարկել։ Այդ մարդիկ դրսում են երկար ժամանակ եւ 98-ը կրկնապատկվել է ի վերջո, որքան էլ ներքին ջերմությունը այսպես կարող է ջերմացնել, այդուհանդերձ դրսում իսկապես ցուրտ է, հատկապես երբ երկար ժամանակ ես անցկացնում։ Այո։ Facebook-ան հարթակում ունենք մեկնաբանություններ, այո, դրանց եմ հետևում Զարուկ Դեր Դավթյանը ունի մեկնաբանություն, բարի լույս, շնորհավոր նոր տարի սիրելի հաղորդավարներ, մենք էլ ենք շնորհավորում Անի Զեյթունցյան Արզումանյան, մեր գործընկերն է, Անի ողջույն։ Բարի նոր տարի սիրելիներ, Ավետիս Մանուկյանը եւ բարի ծառայություն մեր զինվորներին ու տղային, իմ տղային, այո, բարի ծառայություն ենք մաղթում բոլորին։ Նա իդեպ Կրասնոդարից է մեզ գրում եւ մաղթում ուրախ ու առողջ լինել անփորձանք տարի։ Եկեք համայն հայությանը ողջունենք նրանց, ովքեր հայրենիքից դուրս լսում են մեզ աշխարհի տարբեր անկյուններից, հանրային ռադիոն հասանելի է։ Ողջունում ենք բոլորին եւ իհարկե շնորհավորում, թող գալիք ամանորը բոլորին բերի ջերմություն, առողջություն եւ առատություն։ Չենք մոռանում, որ ձեզ համար էլ ունենք նվերներ հարգելի ռադիոլսողներ։ Քիչանց Վիկտորինա։ Քիչանց Վիկտորինա։ Եկեք երկից անմիջապես հետո առաջին Վիկտորինան իրականացնել։ Հեռախոսահամարը հիշեք 55 35 32։ Եվ ասեք, որ ունենք մրցանակ, ամենակարևորը։ Իդեպ մեր գործընկերներն էլ են գրում, ահա, մրցանակները 3 են։ Ինչ է այնտեղ, չեք ասում։ 3 զանգ եւ 3 Վիկտորինա։ Եվ վստահ եղեք, որ մեր տոնական եթերից ոչ ոք պարտված դատարկաձեռն չի եղել, այնպես որ վստահաբար կկարողանաք շահել անպայման զանգահարեք մեզ եւ մասնակցեք խաղին։ Մեր հանրային ռադիոյի գործընկերներն էլ են չաթում գրում եւ շնորհավորում, ձեզ սրտիկներ են ուղարկում, շնորհակալություն։ 55 37 02 սպասում ենք նրան, ով առաջինը կմիանա մեր Վիկտորինային։ Հակոսներ ունենք, դիմակներ պես, դիմակներ պես, դիմակներ։ Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, հակոսներ ունենք, դիմակներ պես, դիմակներ։ Յուղը գաշուտով ձմե պապին, ներս կմտնի պարտը շալակին, ձյունան ուշներ երկր շուրթերին, շուրջը կխմբի շիմանուկներին, իսկ մենք հանուկներ մեր շրջան գազմենք, Ինչպես զանգակներ ուրախ երկով ու բարով կզնգան Յուղը գաշուտով ձմե պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունան ուշներ երկր շուրթերին, շուրջը կխմբի շիմանուկներին Շուտով ձմե պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունան ուշներ երկը շուրթերին, շուրջը կխմբի շիրմանուկներին, իսկ մենք հանուկներ մեր շրջան գազմենք, Ինչպես զանգակներ ուրախ երկով ու բարով կզնգան Յուղը գաշուտով ձմե պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունան ուշներ երկը շուրթերին, շուրջը կխմբի շիրմանուկներին, շուրջը կխմբի շիրմանուկներին, շուրջը կխմբի շիրմանուկներին
Սուրճ ու սեր առավոտից։ Հանրային ռադիոյի տոնական եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից ամանորի թողարկումը 10:09 րոպե։ Եվ մեզ լսում են ամբողջ աշխարհում ու արձագանքում են ամբողջ աշխարհից Միացյալ Նահանգներից է Զարուկը, որ կարդացիր նրա այո մաղթանքը, ամերիկայեն կհետևեմ ձեզի ամեն օր շատ հաճելի է, շնորհակալ ենք։ Աղվոր է, ստացվեց։ Շնորհիկ Շահինյանը խնդրում է եւս մեկ անգամ հեռախոսը համարը հիշեցնել 55 3702 եւ կարծես հիմա 3703 ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Դուք եթերում եք։ Շնորհակալ եմ։ Կներկայանա։ Ուզենայի մասնակցել Վիկտորինային եւ բոլորի հայ ազգի բոլորի նոր տարին շնորհավորել։ Լավ։ Լինի պայծառ տարի, ուրախ տարի։ Կներկայանաք։ Մանուկների ծնունդներ նշենք։ Հրաշալի է։ Կներկայանաք ձեր անունը։ Իմ անունը Կարինե է։ Շատ հաճելի է։ Հասցրել եք գործերն անել, հոգնած եք։ Վերջացրել եմ հաշվը։ Բրավո, իսկ ոմանք Մենակ բուդը պետք է դնել։ Ահա, ազդրը ինչպես Տիգրանն է։ Պատրաստ եք։ Պատրաստ եք խաղին։ Իհարկե։ Ահա, դե գնացինք։ Խաղը հետևյալն է, սիրելի Կարինե, ես ձեզ ասելու եմ 3 մեղմ ասած սխալ նախադասություն ամանորի հետ կապ ունեցող, դուք պետք է ուղղեք այդ նախադասության սխալները։ Ամեն ինչ շատ պարզ է եւ հեշտ։ Պատրաստ եք։ Այո։ Ձմեր պապը ապրում է Գյումրիում։ Լոպլան։ Ճիշտ է։ Սովորաբար նվերները դնում ենք Տոնածառի տակ։ Ես դեռ սխալը չէի ասել, բայց դուք արդեն ուղղեցիք այնպես որ այո, ճիշտ է, սխալն էր սառնարանի մեջ։ Բայց սպասիր, այստեղ ծափեր են հնչում։ Առաջի անգամ եմ լսում։ Հետո Եվ ամենավերջում ձմեր պապու թորնուհու անունն է ինչ է ասել։ Մաթիլդա։ Ջունանուշ։ Այո, սրանք էին հարցերը, մեր առաջին ինչպես խոստացել էինք թեթև եւ հեշտ Վիկտորինան եւ շնորհավորում ենք ուրախ Վիկտորինան եւ շնորհավորում ենք Կարինային հաղթանակի արդիվ։ Բայց ասեք ինչ է այնտեղ։ Այո, մենք ունենք սիմվոլիկ ռադիո ընդունիչ, որպեսզի էլ ավելի հասանելի լինի ռադիոն ձեզ համար եւ միշտ լսեք մեզ։ Կարելի ասել բրենդավորված հենց հանրային ռադիոյի փոքրիկ նշանիկով, ինչպես նաեւ եւս մեկ նվեր, դա էլ թող գնա անակնկալ կհամեմեք։ Այո, հաղորդման հետ կապ ունեցող, խնդրում ենք մնալ կապի մեջ, մի անջատեք հեռախոսը, որպեսզի ձեզ հուշեն թե ինչպես եւ Շնորհավորում ենք ձեր ամանորն ու սուրճ ծնունդը։ Շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք։ Շնորհավոր։ Վեգա մի բան ասեմ, պնդումներից մեկը տարիներ առաջ ինչ պակաս Լապլանդիա էր Գյումրին, այնտեղ կարող էր ապրել ձմեր պապը։ Ես ասում ես քեզ հետ լիովին։ Հիմա ոչինչ։ Ոչինչ, այնպես չի որ այնտեղ ցուրտ չէ։ Եկեք այսպես, հայկական ձմեր պապը Գյումրիում է ապրում։ Որոշեցինք վերջ։ Աշոցքում գամել։ Աշոցքում ավելի ցուրտ է ճիշտ։ Այո, ամենացուրտ վայրն է Հայաստանը։ Այո։ Դե ինչ, մենք շարժում ենք առաջ, անակնկալները այս կարող չեն ավարտվում, արխիվում դարձել ունենք ուղիղ միացումներ, մրցանակներ, նվերներ եւ իհարկե Վիկտորինաներ։ 55 37 02 Ճիշտ ասեցի, չէ՞։ Այո։ Գնացինք։ Այսին մոլորակը քեզ նով նորանում երեկվա տարի նոր հուշ է դառնում բաց է դռները լազուր երկնքի խաչվել են իրար հին ու նորը կրկին ինձ նվեր պետք չէ նոր տարվա տոնին մի
Նվերները չեն խանգարի ամանորին, բայց Սոնան երկում էր ինձ պետք չի նվեր, մեզ պետք է։ Ռադիոլսողներն էլ է պետք նվեր։ Ես ասեի թիրախային ճիշտ նվերներ պետք են, եւ այսօրվա մեր նվերն էլ մեր գործընկերներն են ու մեր ռադիոլսողները։ Եվս մեկ ուղիղ միացում, որտեղ է մեր գեղեցկուհին, ոչ ավել ոչ պակաս։ Փեթակ ենք միանում այս պահին։ Այ Զարա ջան, ինչի դու տենց սիրուն աղջիկ գնացիր հասար փեթակ։ Ողջույն Զարա ջան։ Ողջունում եմ իմ շատ սիրելի գործընկերներ, սիրելի ռադիոլսողներ։ Ուրախ եմ, որ այս տոնական, նախատոնական օրով ձեզ հետ եմ լուսացնում օրս եւ այս տարբերակով հանդիպում եմ ձեզ հետ։ Իրականում ես մտածում էի, թե ուր գնամ, բայց մի քանի օր առաջ երբ եկա փեթակ, կատարելու ամանորյա գնումներս հասկացա, որ տոնական ամենաթեժ կետը սա է եւ անի մոտ եթե շատ пассив էր եւ մարդիկ մրցելով չէին գնացել եւ չէին վայելել այդ առավոտյան լույսերը եւ տոնածառի արարողությունը, ապա փեթակի մասին դա չեն կարող ասել։ Այսինքն շատ են մարդիկ, հա։ Իհարկե շարժը այս պահին շատ չի, բայց ինձ արդեն հուշել եմ, որ մարդիկ շատ են գալիս եւ շատերը մոռացել են նվերներ գնել, շատերը մոռացել են, չգիտեմ, բաստուրմաց ու ճուխ, ինչպես ասում են դրանք գնել եւ այս ժամին նոր գալիս է եւ անկեղծ ասեմ, ես մինչեւ ձեզ հետ կապվելը, քանի որ ցուրտ էր, եկա եւ մի փոքր ուսումնասիրեցի եւ իրոք հատկապես այդ բաժինները, որտեղ մթերային ապրանքների վայրում շատ ավելի ակտիվ էին։ Իհարկե նույնը կարող ենք ասել նվերների եւ տոնական այս պարագաների բաժինների մասին։ Տեսնում ենք, այո։ Այո, այստեղ շատ մարդաշատ է եւ ես կուզեմ հետաշխատակիցներից մեզ պատմեն, թե ինչպիսին է տարածքի աժոտաժը, Նինան, ով հավաքչակացավ Երևան, բայց մեզ պատմում եւ հետ առաջին խանութներից մեկի աշխատակիցն է։ Նինա ջան, նորից ողջունում եմ ձեզ։ Ինչպիսին է ձեր առավոտը սկսել ընդհանրապես։ Մենք չենք լսում Նինային։ Մի փոքր մոտ հետա հետ։ Շատ ցածրել։ Խնդրենք Զարան շարունակի մեզ պատմել ինչ է կատարվում, որովհետև ցավոք չենք լսում մենք աշխատակցին։ Զարա, ինչ է կատարվում ներսում, գուցե այն մարդկանց համար, որոնք մեզ Facebook-ով են հետևում, նաև ցույց տաս մի փոքր ու զուգահեռ պատմես ռադիոլսողների համար։ Մեկ անգամ էլ փորձենք։ Լավ։ Չի լսվում։ Ցավոք լսվում։ Բայց ես հարց ունեմ, դու հարցրու իրեն Զարա ջան, այս ամեն ինչը, այս տոնական ձմեռ պապիկներն ու մնացյալը, որ հետո ինչ որ չափ չի վաճառվում, ուր են հայտնվում։ Եթե չեք վաճառում, այս խաղալիքները հետո պահեստավորում եք կամ չգիտեմ, ինչ են։ Պահեստավորում են, մյուս տարի էլի հանում են։ Նորաձևությունից ավելի թանկ վաճառում են։ Իսկ քանի որ այսօր վերջին օրն է, դուք զեղչեր անում եք, ես մարդիկ գալիս եմ։ Հարմարվել ենք հաշվառողների հետ։ Նույնիսկ զեղչեր։ Գալիս են ամեն բան գնելու, ասում են զեղչեր չունեք, ես մենք ինչ արել ենք։ Նվերները նկարել մեր կողմից։ Իսկ ինչ ժամանակից եք աշխատելու այսօր։ Շատ է։ Ձեզ բարի տոներ ենք մաղթում։ Զարա ջան, իսկ դու հասցրել ես բոլոր նվերները գնել։ Փեթակյան երազերից ձայնն է գալիս։ Իրականում հասցրել եմ, այս իրավիճակի մասին է խոսքը, երբ իսկույնը ասում էի, որ հատկապես նպարեղենի եւ մսեղենի բաժնում շատ ակտիվ է, ինչ կարող ենք ասել նաև հենց տոնածառների բաժինների մասին։ Իհարկե ինձ կարծես թե հուշում էի, որ այդքան էլ շատ չի կարելի մարդկանց ցույց տալ աշխատակիցներին ցույց տալ։ Այս նույնպես չի որ երևում են, դու արագ շարժվում ես։ Բայց միթե կան մարդիկ, ովքեր վերջին օրով տոնածառ են գնում։ Այո, ես զրուցել եմ աշխատակիցների հետ, ովքեր նշում են, որ մոտավորապես 50+ զեղչեր են լինում այսօրվա ընթացքում։ Իրականում եթե ուզում եք լավ գնեք, այո, վերջին պահին պիտի գնաք։ Ես հավաքչի 2 օր առաջ եմ եկել եւ գնումներս կատարել եւ շատ ափսոսում եմ, որովհետեւ այսօր կարողանեք շատ ավելի բաչելի գնով այդ ամենը ձեռք բերեի։ Շնորհակալություն Զարա։ Շնորհակալ եմ շատ բոլորի եւ մեր ռադիոլսողների եւ իմ շատ սիրելի գործընկերների ամանորը, Սուրբ Ծնունդը շնորհավորում եմ, թող բոլորիս համար
10 տարի լինի եւ անխափան եթեր։ Երկարատ։ Թեյ խմիր, մեկ գավաթ թեյ խմիր, չմրցես Չմրցես հանկարծ Զարա ջան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ, ահա, ուղիղ կապել արեցինք ամենաակտիվ բայց դեռ կունենանք ուղիղ միացում, ունենք նվերներ, ունենք քաղցրավենիք։ Ես առաջարկում եմ, որ երկից հետո եւս մեկ Վիկտորինա, այո, 553702 այնքան թարս ասեցիր, ես էլ շփոթվեցի մեր ուղիղ կապի հեռախոս համարը, զանգարեք, հարցերը բարդ չեն, տոնական են, այնպես որ բայց նվերները լավն են։ Ամենակարևորը ուրախ հարցեր են։ Այո։ Մենք շարժում ենք առաջ։ Let's step into it. Clock on 10, we feel it rising. City glow, stars aligning. Champagne dreams, no more fear. We made it through, now we here. From the block to the skyline view. Every setback made us brand new. Tonight we win, let it be clear. This our moment, Happy New Year. I can feel it in the air tonight. Every tear turned into light. Close your eyes, make the prayer. It's the season we declare. Happy New Year. Raise your hands, new beginnings, new demands. We survived, we overcame. Now we dancing through the flame. New Year, hearts so strong, every wrong made us belong. Step into it, no more fear. This is love. Happy New Year. Oh, Happy New Year. Oh, 12 strikes hit a crowd. Say it once, say it loud. No rewind, no regret. Only goals we haven't met. Toast to growth, toast to change. Every loss rearranged. From the past we engineer a better life. Happy New Year. Look how far we came somehow. Standing stronger here and now. If you dream it, say it clear. Claim it all, this is your year. Happy New Year. Raise your hands, new beginnings, new demands. We survived, we overcame. Now we dancing through the flame. New Year, hearts so strong, every wrong made us belong. Step into it, no more fear. This is love. Happy New Year. Happy New Year. I see crowns where pain once lived, every scar a gift we give from the ashes. We appear unstoppable this year. Break, new year, new drive. If you're breathing, you alive. Count it down, feel the cheer. 3, 2, 1, new year. Happy New Year, touch the sky, no more limits, aim high. Every promise we hold dear starts right now. Happy New Year. Side by side, hope and faith, our only guide. Turn the page, shift the gear. This is ours. Happy New Year. Happy New Year. Happy New Year. Happy New Year. Feel like it's 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 Happy New Year. Happy New Year. We ready? Սուրճ ու սեր առավոտից։ Ooh.
նայում ժամացույցին Հաշված ժամեր են մնացել Արդեն եղևնին է զարդարվել Եվ փոքրիկներն են օրնաս երազել Որքան հրաշքներ է գալիք Գիշերն այսվել է Եվ այսօր ճիշտ կես գիշերի Մեր սկայցելին արտարի Իր հետ նա վերում է Ուսեր, ուսեր Եվ անցյալի չարն ու բարին Ձեր ձերքի տված մնացի Անհետացան անցնող տարվա Այս նոր տարվա շեմի Ձևով ամեն բարի Եվ թող երազը կատարվի Եվ երկնայս հող ձեր սրտերը ջերմացնի Եվ այսօր ճիշտ կես գիշերի Մեզ կայցերին արտարի Իր հետ նա վերում է Ուսեր, ուսեր Եվ անցյալի չարն ու բարին Ձեր ձերքի տված մնացի Անհետացան անցնող տարվա Եվ այսօր ճիշտ կես գիշերի Մեզ կայցելին արտարի Իր հետ նա վերում է Անցյալի չարն ու բարին Ձեր ձերքի տված մնացի Անհետացան անցնող տարվա Սուրճ ու սեր առավոտից 10:29 րոպե տոնական ջերմ բարի լույս նրանց ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի տոնական եթերը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ որպեսի ռադիոլսողին շատ երկար սպասեցնել չտանք, մեկնաբանությունները կկարդանք հաջորդի։ Այո, հիմա Վիկտորինայի պահն է, տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, ներկայացեք, հեռացեք ռադիոընդունիչից եւ մեզ լսեք բացառապես հեռախոսով։ Կամ անջատեք ռադիոն այս պահին։ Հետո կմիացնեք։ Ալո, Ահա, բարև լսում ձեզ։ ենք ձեզ։ բարև։ Ով է մեզ միացել, ձեր անունը։ Աթեվը։ Տաթևը, Երևանից եք միացել մեզ, Տաթև։ Այո, Դարմայից։ Ողջույն, ողջույն։ Պատկերացնում Այնտեղ եք է այնտեղ ինչ աշխատում, է մեզ Տաթևն էլի է զանգել։ ճիշտ է։ Դուք այդտեղ եք աշխատում։ Շատ են մարդիկ հիմա։ Չէ, այդտեղ չեմ աշխատում, ես այդտեղ եմ ապրում Դարմայից։ Շատ լավ, այո, այո։ Մի անգամ էլ էր այդպես ստացվել։ Փաստորեն բնակիչ չէ։ Բնակիչ, այո։ Շատ ուրախ ենք, Շատ ուրախ ենք, հաճելի է։ պատրաստ եք խաղին։ Այո։ Ես ձեզ ասում եմ 4 նախադասություն, դրանք կիսատ են եւ 4-ն էլ պետք է հնարավորինս արագ ավարտել, ասելով այն բառը, որ առաջինը կգա ձեր մտքին անավարտ նախադասությունը լսելիս։ Պատրաստ ենք։ Այո։ Գնացինք։ Ամանոր չէ, եթե չկա։ Տոնացար։ Եթե ձմեռ պապիկը գար Հայաստան հաստատ։ Դժվար գալ։ Ամանորի ամենագերագնահատված ուտելիքը։ Իհարկե տոլմա։ Օհո, իմ ամանորյա որոշումը, որը կմոռանամ հունվարի 5-ին։ Ինչ եք որոշել անել այս տարի, որ կարծում եք մոռանալու եք օրեր անց։ Իսկ
ասես չգիտեմ։ Դե մի բան հորին է, կարա, ինչ է որ ամեն տարի ձեզ խոսանում Քնել եք, բայց օրինակ։ չեք անում։ նիհարել, չգիտեմ, Սպորտով մարզվել։ զբաղվել, առողջ ծնվել, Քիչ սուրճ խմել։ Մարվել։ մարզվել, ահա։ Այստեղ ծափեր հնչեցնենք։ Ծափեր հնչեցնենք, Հեչ լավ չէ որ այդ խոստումը կմոռացվի, բայց Դե հա, հիմա մի Քանի որ մոռացվելու է։ այսօր ամանոր է, ինչպես խոստացել ենք, ոչ մեկ պարտված չի հեռանում հեռախոսազանգից, այնպես որ Տաթև դուք նույնպես ունեք մրցանակ, խնդրում ենք պահել կապ հեռախոսազանգը չանջատել, որպիսի մեր Խոսեք թիմը լուսինի ձեզ հետ, պատմի այո։ թե ինչպես եւ երբեք ստանալու նվերը։ Ցանկանում եմ անխափան եթեր, Այո։ Փառք ու պատասխան պահողների նոր տարի Այո։ շնորհավոր բոլոր աշխարհին։ Հաջող տարի Շնորհակալ ուրախ ենք ամանոր ձեզ, եք մաղթում շնորհավոր։ ձեզ եւ շնորհավորում ենք եւս մեկ Լավ։ անգամ չկախեք լսափողը, Շնորհակալություն։ որպեսզի պայմանավորվենք։ Դե ինչ, հերթական նվերը մենք բաժանեցինք, բնականաբար այսօր սուրճ ու սերը բոլորին նվերներ է բաժանում։ հրաշալի է Այո, եւ ունենք ծափեր։ մեկնաբանություններ Խնդրեմ։ Մարիա Վիոլետան շնորհավորում է ամանորն ու Սուրբ Ծնունդը, մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Հրայր Խաչատրյանը գրել է ողջույն, շնորհավորում եմ ու ձեզ մաղթում նոր արդյունավետ ու հետաքրքիր տարի։ Շնորհակալ։ Այստեղ մեր գործընկերներից ունեինք ողջույններ, Նազենի Չորեքչյանը շնորհավորում է 2026-ի տարեմուտը եւ Էդգարն էլ մեծ սրտիկներ է ուղարկել մեր գործընկեր Էդգար Ամիրխանյանը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք Եվ այո, շնորհավորում։ առհասարակ շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, մենք ունենք շատ գործընկերներ, որոնք այսօր աշխատում են Հանրային ռադիոն այն կառույցներից է, որտեղ այսօր նույնպես հիմնականում եռուզեր է, բոլորն ամփոփում են տարին եւ անում ամեն ինչ, որպիսի եթերը ձեզ համար լինի անխափան։ Իսկ ես այս պահին ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր ճակատագրի բերումով կամ իրավիճակով պայմանավորված ամանորը դիմավորելու են անսովոր վայրում։ Դա կլինի մեքենայի մեջ, ինքնաթիռում, ինչու ոչ նավի վրա կամ չգիտեմ, ինչ-որ Տաքսու մեջ, տարբերակով օրինակ, եւ ինչու ոչ։ հատկապես ուզում եմ ողջունել բոլոր այն ռադիոլսողներին, այն մարդկանց, ովքեր աշխատելու են հենց նաեւ այն ժամանակ, երբ զարկերն են հնչելու։ Այո, Հատուկ ծառայության աշխատակիցներին եւս մեկ անգամ ջերմ Եվ ողջույններ։ իհարկե ողջունում ենք օթի հետ կապված էսպես բոլորին, Այո, օթաչուներին ենք ողջունում, Որտուղեկցորդներին, որտուղեկցորդներին ենք ողջունում ենք հերթափոխի մեր անձնակազմին սիրելի Աննա եւ Հրաչյա, շնորհակալություն, Նրանք նոր որ մեր տարին անխափան կդիմավորեն եթերն այստեղ, եք ապահովում, ռադիոյի։ այո, նրանք նոր տարին դիմավորելու են այստեղ, իհարկե ընտանիքի անդամներից հեռու, բայց այդուհանդերձ այլ իր հետաքրքիր տարբերակն ունի եւ ես վստահ եմ, որ ավելի շատ հիշվում են այդ կուրիոզային տարբերակները, քան օրինակ սովորական նոր տարիները։ Ես կարծում եմ, Օրինակ որ ասա Տիգրանը այսօր տանը չի դիմավորել, Այո։ չէ՞, մեր մուտքում տեղադրված գովազդը մեկ օր ամիս անտարարում հուշում է, որ Տիգրան այսօր Տանը չի Ծաղկաձորում է դիմավորելու։ Բոլորը իմանում են, թե ես ուր եմ։ ամեն օր տանից դուրս գալուց Այո, սեվակին խաչակնքում դուրս եմ գալիս։ Տիգրանի նկարի արժե։ Իրականում շատ կարևոր է նաև արդյունավետությունը, երբ համերաշխ միջավայրում ես աշխատում, երբ առողջ միջավայրում ես Դու վերելակը աշխատում։ նկատի ունի։ Չէ, ես մեզ նկատի ունեի, փառաբանելուն նկատի ունեի, եւ սա շատ ամենակարևորն է, եւ եթե մենք եթերից ձեզ միմիայն ջերմություն ենք փոխանցում, դա բացառապես մեր գործընկերների նաև ջերմության շնորհիվ է։ Այսօր կարծում եմ նաև յուրատեսակ օր է, որպեսզի առիթից օգտվենք եւ բոլորին շնորհակալություն հայտնենք։ Այո։ Կարծում եմ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել նաև Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներին, որովհետև տարիներ շարունակ Ամանորի գիշերը եւ առհասարակ հեռուստաընկերությունների Ամանորի գիշերը ավելի շատ հենց աշխատում են, շատ ակտիվ են լինում հեռուստաընկերությունների աշխատակիցները նաև, որպիսի մեզ ապահովեն տալիս։ Տեսագրված, այո։ Ամեն դեպքում այո, դե բայց նրանք էլ ունեն, չէ՞, եթերի մարտիկ, որոնք հենց հիմա պատուհանից այն կողմ մեզ համարել են նստած, այնպես որ այդ Ամանորի գիշերը կախարդական դարձնելու համար շնորհավոր բոլոր գործընկերներին։ Իդեպ սիրելի գործընկերներ, ավելի ուշ խնդրելու եմ ձեզ, որ գուցե ինչ-որ Ամանորի ֆիլմ յուրաքանչյուրս խորհուրդ տանք, որը այնքան էլ հայտնի չէ, այդ տանը մենակը չէ, գրինչը չէ, բայց արժե դիտել։ Մի քիչ ժամանակ կարծում եմ տանք բոլորին, որ Պարտադիր չի, չէ, բայց Ամանորի թեման լինի։ Չէ, պարզապես որ կարծում եք, որ արժե Ամանորին դիտել եւ գուցե այն մարդկանց համար, որոնք հոգնել են տանը մենակից, Հարի Փոթերից նույնիսկ կներեք մեր բակից։ Մաղնիկը տանուշ թող դիտեն։
Դե դա դիտում է։ Լյոխկին պարը։ Դրանք Դե կարծում տարածված դա ֆիլմեր են։ Լավ, Իսկ վեգան նախապես արդեն առանձնացրել է իր համար այդ։ Իհարկե, ես բերել եմ ձեզ համար top 5 ֆիլմեր, որոնք այդքան էլ հայտնի չեն, բայց արժի դիտել, բայց մինչև այդ միևնույն է ստիպելու եմ, որ Վեգաններ կինոգետն է։ Ես նաև առաջարկում եմ ձեզ իմ գործընկերներ վերհիշել, թե որ գիրքն է այս տարվա ընթացքում տպավորվել եւ խորհուրդ կտայիք, որ ռադիոլսողները 2026-ին կարդային։ Դա էլ մտածեք եւ իհարկե շարունակենք հերթական ռիթմերն Այո, գնացինք 10:35, շարունակեք լսել եւ դիտել մեզ, մենք այսօր սովորականից ավել ենք լինելու ուղիղ եթերում։ Եվ գնում է մեզանից տարին ու թողնում է ամենայն բարին թող կորչեն տխուր օրերը մեր լավ օրերը առջևում են դեռ դու հեռանում ես ու թողնում ես բոլորին մեծ հույս ավակ և սեր ու գալիս է նոր տարին Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Դες արդեն եկել է նոր տարին Այցելել եմ մեզ ձմեր պապին Բաժակները մենք լցնենք գինին Շնորհավոր լինի մեր նոր տարին Թող մեր հույսերն ու երազները կատարվեն Ջերմ ու բարի մարդիկ այս տարի մեզ ուղեկցեն Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Նոր տարի, երազները մեր կատարի Իմ բարի, նոր տարի, խինդ ու ծիծաղ մեզ պարգևի Այո, վստահ լինենք, որ բոլոր երազանքները կատարվելու են ամանորի գիշերը։ Հրաշքի սպասումով ժամեր անց մեր դուրը կթակի 2026-ը։ Միջայլոց Միացյալ Նահանգներից ունենք։ Այո, մեզ շարունակում են աշխարհի տարբեր ծայրերից Այս գրել։ մեկը մեր գործընկերն է, կարթա, գտել ես ով է։ Այո, Արմինեն Գևորգյան, շնորհավոր գործընկերներ ջան, անվտանգ խաղաղ տարի ու ամուր նյարդեր, որ դիմանանք տարատեսակ փոթորիկներին։ Ամերիկայից գրում է մեր Ողջույններ, գործընկերը Արմինե։ Արմինե, վերադարձիր, մենք քեզ կարոտ
աշխատել ենք մեր տաղավարում։ Արամ Մկրտչյանը, բարի լույս բոլորին, վերջապես տեսա 4-ից միասին, շատ լավ եք, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, շատ լավ հաղորդում, շատ լավ հաղորդավարներ, շնորհակալ ենք, դուք ձեր գործում վարպետներ եք, ամեն երկրորդ տողից ավելի ամաչեցինք, երկարատև լինի ձեր հաղորդումը, այո, թող 2026-ին բոլորիս երազանքները կատարվեն։ Շնորհակալություն։ Հասմիկ Ավետիսյանից ունենք բավական ծավալուն մեկնաբանություն։ Բարի լույս, ելինչ առավոտ առանց ձեզ, ձեր ջերմ ու բարի խոսքերով, ի սրտե շնորհավորում եմ ձեր նոր տարին, թող իրականություն դառնան բոլորիս բարի ու նվիրական ցանկությունները։ Հավելեմ, որ երեկվա եթերում հնչեցրած ձեր ջերմ խոսքերը գավառցիների մասին ձեզ հրավիրում են փախլավա ուտելու, բարի ցանկություններով Հասմիկ Ավետիսյան։ Մեր հրաշքն ստացվեց։ Հենց իմ ասեք, քանի ժամ է մնացել մինչ նոր տարի։ Դե հաշվի։ Արագ։ Դե 13 րոպե 19 Կեցես, ես այստեղ քեզ ծափարություններ եմ հնչեցնում հիմա։ Չէ, դե փոխիր նոր։ Ես նվեր ունես վեգա։ Չեմ հավատում, իմ ընկերուհին, իմ մտերիմ ընկերուհին ինձնով կհպարտանար, որովհետև մենք միշտ ծիծաղում ենք իմ մաթեմատիկայից շատ հեռու լինելու հետ կապված, այնպես որ նա հպարտ կլինի ինձնով, ես այս կտորը կկտրեմ եթերի եւ կուղարկեմ նրան։ Այո։ Ես ապշեցի։ Լավ Վիկտորինա է։ Ես ապշեցի նույնիսկ։ Սիրելի գործընկերներ, մտածել եք ամանորյային ֆիլմը, որը ուզում եք խորհուրդ տալ, կամ ֆիլմ, որը կարծում եք արժե դիտել այս գիշեր։ Ոչ, որովհետև ես տանը չեմ։ Այ քեզ բան։ Չարլին եւ շոկոլադե գործարանը։ Հրաշալի, այո։ Եկավ եւ մի հատ Գրինչը։ Գրինչը, այո, Գրինչը նույնպես։ Ջիմ Քերինը, չէ՞, Ջիմ Քերիի տարբերակը։ Մի ֆիլմ կա, որի մասին ակնարկեց Տիգրանը, Բաղնիկ Տանուշը, դե առաջին մասն է շատ հայտնի, բայց դրա երկրորդ մասը, այո, շատ այդքան չսիրվեց, բայց ես շատ եմ սիրում, Բեզրուկովն է խաղում, եւ նրանց սերունդների պատմությունն է, կարծես նույն պատմությունը կրկնվում է արդեն զավակների հետ կապված, եւ այն երգը, որ եթերում էլ խոսել ենք սրա մասին, Ապյաց Միցելը, Պուգաչովա եւ Օրբագայթեի, շատ ավելի սիրվեց, քան ֆիլմը, բայց ֆիլմն էլ շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ դիտել։ Հարգելի գործընկերներ, մի խոստովանություն եմ ուզում անել, բայց վախենում եմ։ Բաղնիկ Տանուշը չես նայել առաջինը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Ձեզնից եմ վախենում, որ իմանաք չեմ նայել։ Ներեցեք, ես ցավոք խորհրդային ֆիլմերը չեմ դիտել։ Ընդհանրապես։ Անամոտ։ Անամոթաբար, բայց դե անկեղծություն լինի, անկեղծ մտնենք 2026 թվական։ Կփորձես այս տարի նայել։ Չեմ կփորձեմ, այո, կփորձեմ նայել գոնե մեկը, կարծում եմ հենց Բաղնիկը Տանուշը կփորձեմ դիտել, քանի որ ինչպես հասկացա, դա ավանդույթ է, որի մասը փորձեմ ես էլ դառնալ, բայց այն մարդկանց համար, որոնք գուցե հոգնել են այդ ավանդույթ դարձած ֆիլմերից, մի քանի ֆիլմեր խորհուրդ տամ, առանձնացրել եմ 5 ֆիլմ, որը ամանորի թեմատիկայով է, բայց այնքան էլ հայտնի չէ եւ տարբեր ժանրերի է, որովհետեւ բոլորը չի, չէ, որ սիրում են օրինակ այդ բարի ամանորի ֆիլմերը եւ մարդկա օրինակ ուզում է ամանորի մարտաֆիլմ նայել։ Սարսափի։ Այո, հենց նման մարդկանց համար խորհուրդ եմ տալիս Bad Santa, Bad Santa ֆիլմը, որը պատմում է մի ավազակի մասին, որն ամեն տարի, այո, ամեն տարի գումար վաստակելու ճանապարհ որպես ընտրում է Սանտայի կերպարով հանդես գալը։ Մանրամասները չեմ պատմում, հիշեք, Bad Santa-ն, եթե մի փոքր չար տրամադրվածություն կունենաք այս տարի եւ կուզենաք կրիմինալ կամ մարտաֆիլմ դիտել, ապա Bad Santa-ն, Bad Santa-ն հենց ձեզ համար է։ 18+ մի ֆիլմ եմ ուզում խորհուրդ տալ։ Չէ, 18+-ը ոչ թե ինչ որ ինտիմ տեսարաններով պայմանավորված, այլ այո, հրաշքը դե հա, փչացրեցի, այլ պարզապես այն երևույթներով, չնայած գուցե բաց տեսարաններ լինեն, ամեն դեպքում կորպորատիվը, ամանորի կորպորատիվը, այսպես է կոչվում, Christmas Office Party, պատմում է մի ընկերության ամանորի կորպորատիվ միջոցառման մասին, լավ հետո ասա, որը վերածվում է, ինքներդ կտեսնեք, թե ինչի գլխավոր դերում է Ջենիֆեր Էնիստոնը։ Բայց ինչի է վերածվում, սարսափ ժանրից է, թե չէ, սա կոմեդիա է, շատ ծիծաղելի կատակերգություն է, որը ամեն դեպքում երեխաներին քնեցնելուց հետո եմ խորհուրդ տալիս դիտել։ Երկու օր է պտտվում է ամբողջ համացանցում, ասում է ինչպես անցավ կորպորատիվը, ասում է լավ, ուղղակի հիմա գործ եմ փնտրում։ Այնպես արեք, որպեսզի հետո գործ չփնտրեք։ Այո, դե այո։
Ռոմանտիկների համար սիրային մի ֆիլմ եմ խորհուրդ տալիս, Drama Last Christmas, վերջին Սուրբ ծնունդը, հրաշալի մի ֆիլմ, որը կարող եք դիտել, մի փոքր տխուր է, եւ որպեսզի դրանից դո ձեր տրամադրությունը բարձրացնեք, ռոմկոմ, ռոմանտիկ կատակերգություն եմ խորհուրդ տալիս, Holiday, արձակուրդը այսպես կոչված, էլի լավ ֆիլմ է եւ առաջարկում եմ եզրափակել Ամանորի հետ այդքան էլ կապ չունեցող, բայց Ամանորին հաստատ պարտադիր դիտելու շարքից The Intern Պրակտիկանտը ֆիլմը, որը էլի հրաշալի մի ֆիլմ է։ Ես ֆիլմ եմ հիշել, բայց Отпуск по обмену։ Հենց Holiday-ն է, այո, մենք նույն ֆիլմի մասին ենք խոսում, եւս մի ապացույց, որ պիտի պարտադիր դիտեք արձակուրդը ֆիլմը, այո։ Շատ լավն է, շատ բարի է, շատ ուրիշ է, շատ հեքիաթային է, շատ գեղեցիկ է։ Թե ռոմանտիկ է, թե զվարճալի է, թե տարօրինակ է, թե հուզիչ է, այո, ամեն ինչ մի ֆիլմում, եթե հանկարծ դեռ չեք դիտել The Holiday արձակուրդը ֆիլմը, անպայման ուղղեք այդ սխալն այս տարի։ Տիգրան, անցանք ֆիլմերից, հիմա որ մի քիչ հետո ասեմ գրքերից խոսենք, էլի ասելու ես ես տանը չեմ գիշերը։ Ինչպես ես պատկերացնում միջոցառում վարելիս գիրք կարդալ։ Դրանից հետո ես ասում եմ 2026։ Դրանից հետո պետք է քնել։ Ահա։ Իդեպ եթե Ամանորի սարսափ ֆիլմ եք ուզում, ապա այսօր սուպերմարկետներ այցելեք։ Ես երեք եմ այցելել եւ հայտնվել եմ այդ, չէ, ոչ միայն մսեղենի, ցանկացած բաժնում միևնույն է ինչ որ բան գրում են, գրում են։ Ժողովուրդ ամենաբարդ հատվածն է։ Ես տեսա երեք, որ մոլերից մեկում, գուցե այլ տեղեր կան, բայց 3 օրեր առաջ տեսա, որ մոլերից մեկում ներսում գտնվող սուպերմարկետը ստիպված էր եղել դրամարկղեր ավելացնել նաև Միջանցքի հատվածում եւ դուրս սուպերմարկետից, որովհետեւ չէին հասցնում սպասարկել արդեն գոյություն ունեցող ավելի քան 10 դրամարկղերը։ Ես մի բան ավելացնեմ, հիշեք, որ այդ փողերը, որ բոլորը ստացել եք այդպես ծախսում եք, դեռ հունվարին պիտի ապրեք, ժողովուրդ։ Սուրտ հունվարին դե բարձր կոմունալ։ Միևնույն է, ոչ ոքի վրա այդ խոսքերը չի ազդում, այնպես որ շարունակեք գրոհել, ինչ ասեմ։ Գրոհեք։ Пройдет, вам немножко не везет, все пройдет. Отчего душа поет, тело просится в полет. Новый год, Новый год, Новый год. Отчего душа поет, тело просится в полет. Новый год, Новый год, Новый год. Пусть растопит в душах лед Новый год, все печали заметет Новый год. Людям некогда скучать, скоро будем отмечать Новый год, Новый год, Новый год. А людям некогда скучать, скоро будем отмечать Новый год, Новый год, Новый год. Скоро в двери к вам войдет Новый год, всем удачи принесет Новый год. Каждый пусть себя нальет, выпьет с нами и споет Новый год, Новый год, Новый год. Каждый пусть себе нальет, выпьет с нами и споет Новый год, Новый год, Новый год. Новый год восходит на порог, Новый год в окно уже стучится. В Новый год все может приключиться, пусть никто не будет одинок в этот Новый год. Տասնանցե 49 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է հանրային ռադիոյի ուղիղ եթերում տոնական տրամադրությամբ։ Իդեպ չենք խոսում, չգիտեմ, հավատում եք թե չէ, որ օրինակ հաջորդ տարի ձիու տարի է եւ այն հրեղեն ձիու տարի է, որն ասում են, որ իսկապես հաջողություն է բերում։ Կարծես 20 քանի տարին մեկ թե 60 քանի տարին մեկ է կրկնվում հրեղեն ձիու տարին։ Ես լավ չեմ հիշում, բայց ձին արագաշարժ է, հաջողություն է բերում, այնպես որ դուք պետք է այո լինեք այս տարի արագաշարժ։ Եվ հրեղեն։
Ծույլ չլինեք, ալարկոտ չլինեք, գոնե տարեսկզբին այն նպատակները, որ պահել ենք, փորձենք դրանց հետևից գնալ, որովհետև տարեվերջին մի փոքր բոլորս արդեն ամեն ինչ թողնում ենք մյուս տարվան։ Միշտ ասում ենք հաջորդ տարի, բայց սա թողնել գործերը դա շատ սխալ է, որովհետև տարին պիտի ամփոփենք։ Եթե նայում ենք տարբեր երկրներում կան իհարկե ամանորի հետ կապված ավանդույթներ, բայց այնքան ենք ամեն տարի ասել, որ իտալացիները վերևից կահույք են, բայց այդպես չի իրականում։ Բաղոց դա էլ չեն անում։ Հեքիաթ է իրականում, ոնց թե կահույքը նետում են, այդքան փող որտեղից։ Իրականում եթե խոսում ենք ամփոփելուց, կարծում եմ շատ կարևոր է տարին ամփոփել ոչ միայն աշխատանքի առումով կամ տունը դասավորելու, այլև զգացմունքների, եթե կան մարդիկ, ում շնորհակալություն ունեք հայտնելու, բայց դեռ չեք հասցրել կամ ուզում եք ներողություն խնդրել ինչ-որ բանի համար, կարծում եմ այսօր հրաշալի օր է դա անելու համար։ Հրաշալի օր է նաև մեզ դիտելու համար մեր Facebook-յան էջում, մեզ զանգահարելու, որովհետև Վիկտորինա ունենք եւ մեկնաբանություններ թողնելու, ինչը մեր ռադիոլսողներից շատերը շարունակում են անել։ Բավականին ակտիվ են, ասենք դա։ Շնորհիկ Շահինյանը օրինակ ինքն էլ իր հերթին մի քանի ֆիլմ է մեզ խորհուրդ տվել՝ Կախարդական արծաթը, Մոռացված Սուրբ Ծնունդ, Գողացված Ամանոր, Ամանորի խառնաշփոթ, ինչպես նաև Բևեռային ճեպընթացը։ Այնտեղ մեր Facebook-յան էջում նա նույնիսկ հղումներ է թողել, թե ինչը որտեղ կարելի է դիտել, այո։ Արամ Մկրչյանը էլ ինչ տոնածար առանց պապ, ձմեռպապ, էլ ինչ առավոտ առանց սուրճ ու սեր։ Շատ լավն է։ Մեր հիմն է կարող եք կարծում եմ սալիներ։ Մենք շատ հերվից ունենք մեկնաբանություն։ Սարգիս Մանգասարյանը գրում է. Շնորհավորում ենք Մարսից, մեր շատ սիրելի հանրային ռադիոն, գալիք տարին կլինի հրաշքների տարի, մենք ուժեղ ենք, եղեք առողջ եւ իսկապես ի վերջո 2026-ը տոնական է հանրային ռադիոյի համար։ 100-ամյակն է։ Մարսում միայն հանրային ռադիոն է բռնում։ Միայն Հայաստանի հանրային ռադիոն։ Արամ Մկրչյանից ունենք հումորային մեկնաբանություն։ Մեր բլինչիկը ավելի լավն է։ Փորձեք, մեր պախլավան կերեք, պոպոկը մեջը շատ է։ Բուդը փորձեք, ես ուրիշ ձև եմ սարքել, անանասը չկտրեք, գոնե 4-ից հետո կկտրենք, սկսվում են նման խոսակցությունները։ Ես էլ մտածում եմ ձեր տուն եք կարծում։ Ես էլ սկզբում այդպես մտածեցի, բայց անանասի հետ կապված կարծես կոտրվել է այդ կարծրատիպը։ Ուրիշ էկզոտիկ մրգեր են հայտնվել։ Երեխա ենք, իսկապես թանկ էր անանասը եւ յուրահատուկ էր, պետք է հատուկ մի օր կտրել։ Հիմա կարծես թույլ են տալիս մարդիկ։ Մեծ հարուստները կարող են տալ իրենց մրգի մեջտեղ ու մեկ հատիկ անանաս։ Եւ իսկապես հիմա էլ ավելի յուրահատուկ, ես կասեի նույնիսկ տարօրինակ երևույթներ են հայտնվել շատերի ամանորի սեղաններին։ Չգիտեմ, օրինակ ինչ որ էկզոտիկ մեղմ ասած կենդանիների մսեղեն, որոնք մեղմ ասած ստիպում են հարցեր ուղղել ինքդ քեզ եւ քո ախորժակին, նաեւ տարօրինակ։ Եվ չմոռանանք հարգելի ռադիոլսողներ, որ շատ լավ է, որ բոլորիս տներում համեղ ուտեստներ են, բայց մի մոռացեք մի կարևոր բան, որ չափավոր ուտեք, հետո շատ չչաղանաք, որ հետո չտանջվեք, թե ինչպես պիտի ավելորդ կիլոգրամներից ձերբազատվեք եւ մտածեք մի քիչ էլ ձեր ստամոքսի մասին, էլի, նեղություն այդքան մի տվեք։ Խառնեք իրար ամեն ինչ, ուտեք, խղճացեք ձեր ստամոքսը։ Սիրելի գործընկերներ, մենք ճանապարհային դեպարտամենտից ունենք թարմացված տեղեկատվություն այս պայն նրանց համար, ովքեր Երևանից դուրս են հիմա ավտոճանապարհներին են ժամը 10:30-ի դրությամբ սաստիկ բքի պատճառով թթուջուր նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Խնդրում հաշվի առեք, եթե թթուջուրի կողմ եք շարժում, ճանապարհը փակ է, խորհուրդ չի տրվում։ Դե Երևանում այս պայն -5 է։ Եվ որովհետև ընթացքում միջև -2 կհասնի սանդղակը, ձյուն, ինչպես Երևանում, այնպես էլ այլ շրջաններում Հայաստանի տարածքում սպասվում այսօր տեղումներ։ Եվ եթե հանկարծ նվերները մի բան են չի մի քիչ ուշ եք հասցրել, երեխաներին ասեք, որ ճանապարհները փակ են, ձմեռ պապին դժվար է գալիս, մի քիչ ուշանում է։ Չէ, բայց ձմեռ պապին կես գիշերին կհասնի ապա։ Երևան հաստատ կհասնի, որովհետև խցանումային նիշ ընդամենը 1 է, առավոտ 0 էր, Երանի թե այդպես լիներ։ Այո։ Երանի։ Այսպիսի կանաչ քարտեզ երազում ենք տեսնել աշխատանքային Ամեն օր, այո։ Ջերմակ լույսերը երկնքի դռներից հաց իջանցած այսպես է լույս փաթիները հես բարբեռնին մեր դիմաց արծաթ հափանցիկ զանգերով երկասեն աշխարհին պատմելով մեր սիրո մասին նոր տարին բարի նոր հույսեր բերի երկնքից աստուշով մեզ բերի սիրահար սրտերին անուշները բարի կատարվի
թե ջերմակ շողերը տեսվերին մեզ համար նոր լուսաբաց նոր տարվա զուլալ հույսերը թել գյուս է նոր ճամփա մեզ համար թող զանգերը հնչեն երկասեն հեքիաթներից զյուներ լույս երասեն նոր տարին բարի նոր հույսեր բերի երկնքից աստուշով մեզ բերի սիրահար սրտերին անուշները բարի կատարվի տարին բարի նոր երաս բերի երկնքից աստուշով մեզ բերի լույսերով բարուրված հույս ու սերթով բերի բարի բերի նոր տարի Սրտերին անուշները բարի կատարվի տարին բարի նոր երաս բերի երկնքից աստուշով մեզ բերի լույսերով բարուրված հույս ու սերթով բերի նոր տարին բարի նոր հույսեր բերի երկնքից աստուշով մեզ բերի սիրահար սրտերին անուշները բարի կատարվի տարին բարի նոր երաս բերի երկնքից աստուշով մեզ բերի լույսերով բարուրված հույս ու սերթով բերի բարի նոր տարի Սուրճ ու սեր առավոտից 10:58 րոպե մեր տոնական բարի լույսը բոլորին ովքեր լսում եւ դիտում են հանրայինի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորիդ, շատ ուրախ ենք, որ on-line հարթակում մեզ գրում եք եւ մենք դրանք անպայման իհարկե ընթերցում ենք։ Այո, այսօր ինձ շատ լավ պարտականություն է բաժին հասել, կարդալ շատ հրաշալի տողեր, որոնք գրում են մեր ուզում եմ ասել գործընկերները եւ ճիշտ էլ կասեի, մեր ռադիո լսողները, որոնք ամեն առավոտ օրը սկսում են մեզ հետ, Մարսից ողջույնը կարդացինք, Շնորհիկ Շահինյանը նաև շարունակում է մեզ մեկնաբանություններ դեռ գրել, Ամանորյա Շիլաշփոթը բոլորին հյուր է եկել, Վարազդատ Նազարյանն է գրել, բարև ձեզ սիրելի հաղորդավարներ, շնորհավորում եմ ձեզ Գալիկ Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ խնդրում եմ ձեր մեծ լսարանից մաղթել Ալափարսեցի Արամ Մկրչյանին շուտապույտ ամուսնություն։ Մաղթենք։ Հարսանիք է լինելու։ Մեզ չմոռանաք կանչել հարսանիք։ Մենք կվարենք։ 4-ով Արամ Մկրչյանին։ Ես այստեղ ասում եմ, որ մաղթում ենք միայն այն դեպքում, եթե ինքը ուզում է ամուսնանալ։ Ես կլինեմ նրա կողմից եւ պնդում եմ, որ եթե նա ինքը ուզում է ամուսնանալ, ապա մաղթում ենք, որ այս տարի ամուսնանա։ Իսկ եթե ինքը չի ուզում, ապա մաղթում ենք, որ մաղթանքները դեռ դադարեն այդ առումով։ Շնորհիկ Շահինյանը, այո, շարունակում է մեկնաբանություններ գրել միշտ այսպես խինդ ու ծիծաղով անցկացնենք մեր օրերը եւ շնորհակալություն հայտնենք մեր հայ զինվորներին, իսկ ովքեր մեզ հետ չեն, լույսերի մեջ լինեն։ Շատ տեղին խոսքեր։ Արամ Մկրչյանը էլի է շարունակում սուրճ ու սեր հաղորդումը ում
մտահղացումն է, ես անձամբ շատ եմ շնորհակալ։ Մեզ կարող եք շնորհակալություն հայտնել այս 4-ից, Ես այստեղ չէի, ես կրեդիտները չգովանամ։ Ես ավելի ուշ եմ միացել։ Եվս շնորհակալություն հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում։ Եվս մեկ մեկնաբանություն ենք, որ ստացել ենք Սուրճ ու սեր առավոտից հաղորդման Facebook-յան էջին, մեր հաղորդման լավ ընկեր Բժիշկ Արտակ Օհանյանն է գրել մեզ, ջերմ ողջույններս, դուք չգիտեք, բայց ասեմ ֆանտաստիկ հաջողակ տարի է սպասում, այնպես որ ամուր կապեք ամրագոտիները ու գնացի։ Թրանք, այո։ Եթե բժիշկն է ասում, ուրեմն վստահում ենք։ Իմիջայլոց այո, վնասվածքներից հեռու, թեպետ Բժիշկը կա կբուժի ձեզ, բայց հեռու մնացեք։ Իսկ Արա Մկրտչյանը ասում է կանչելու եմ հաստատ։ Հարսանիքին կանչելու է։ Հարսանիքին։ Այո, դա նկատի ուներ։ Մենք կարող ենք 4-ով վարել։ Մենք 4-ով կարող ենք վարել։ Այո, Մեջ օխություն, մեր ինձ մե ուրախություն։ Ինչպես ասում են, վճարեք մի զույգի համար, երկրորդ զույգը ստացեք անվճար։ Ինչու ոչ։ Մենք հիշեցնենք, որ մենք ունենալու ենք եւս մեկ ուղիղ միացում, դե հրապարակում տեսանք ինչ էր կատարվում, առևտրի կենտրոնում տեսանք, մի փոքր կարծում եմ շուտով արդեն մշակութային հատվածի հետ։ Ես առաջարկում եմ հիմա ամփոփենք, հասկանանք մեր ռադիո լսողներին ինչ գիրք ենք խորհուրդ տալիս կարդալ 2026-ին, որ հետո երաժշտություն լսենք ու արդեն միացումը տեղի ունենա։ Դե սկսեցինք, Տիգրանը քնելու է, գիրք չի կարդալու, գնացինք, դուք ասեք։ Սևակ, դու եք։ Ես մի գիրք, որ այս տարի կարդացի, շարունակում եմ ժողովածուն, Վիլյամ Սարոյանի Իմ անունը Արամ է, շատ թեթև եւ գեղեցիկ գրված, շարադրանքը շատ հաճելի է, մի քանի օրում կհասցնեք կարդալ, որովհետեւ շատ արագ է առաջ գնում։ Կարծում եմ իմ խորհուրդ, ես երկու գիրք կուզեմ խորհուրդ տալ, դրանցից մեկը կարծում եմ ոճով փոքրինչ նման է Սարոյանական գրչին, եթե կարելի է այդպես ասել։ Մեր շատ սիրելի դերասան Թոմ Հենքսը, պարզվում է նաև գրում է եւ հայերեն թարգմանությամբ կա նրա պատմվածքների ժողովածուն։ Այն ամեն ինչ ես սիրում եմ, եթե չեմ սխալվում, այսպես է կոչվում, գուցե սխալվեմ, ամեն դեպքում ընդամենը մեկ գիրք է Թոմ Հենքսից պատմվածքների ժողովածու, եթե ասեք կառաջարկեն եւ շատ բարի պատմություններ են, որոնք կարծում եմ այս օրերին կջերմացնեն եւ երկրորդը ոչ պակաս բարի մի գիրք էլ ուզում եմ խորհուրդ տալ, կոչվում է Ես օրացույցն եմ, շատ հետաքրքիր Լատվիացի հեղինակի կողմից հետաքրքիր ստեղծագործություն է, էլի շատ բարի եւ յուրահատուկ մի մարդու մասին, որը էլի խորհուրդ եմ տալիս հենց այս հանգստյան օրերին ընթերցել։ Գիրքը փոքրինչ ծավալուն է, բայց այնքան թեթև է գրված, որ բավական հեշտ ընթերցելի է։ Այս հանգստյան օրերին կընթերցեմ, բայց լսողները բայց խորհուրդը նկատի ունեցեք։ Ես էլ ունեմ երկու գիրք։ Մեկը ակտուալ է, շարունակում է մնալ, եթե դեռ չեք կարդացել, ապա կարող եք կարդալ, եթե Սևակն ասում է իր խորհուրդ տված գիրքը կարելի է շատ արագ ընթերցել, ապա իմ խորհուրդ տված գիրքը այդքան էլ հեշտ չեք կարող ընթերցել, որովհետև այն բավականին ծավալուն է։ Ես կառաջարկեմ ձեզ ընթերցել Շանտարամը, որը իրական պատմությունների հիման վրա է, բայց այնպես է գրված, կարծես գեղարվեստական ֆիլմ լինի, գիրք լինի եւ այնտեղից այնքան բան կսովորեք կյանքի հետ կապված ու այնքան նոր աշխարհներ կբացահայտեք, որոնք զուգահեռ մեզ հետ են եւ դրանք իրականություն են։ Շատ բան է փոխել իմ արժե համակարգում այդ գիրքը եւ ես լիահույս եմ, որ եթե դուք էլ ընթերցեք, ապա ձեզ մոտ էլ ինչ-որ բան կփոխվի։ Ցավոք սրտի այն մյուս գիրքը, որը ես կարդում եմ, հոգեբան է գրել, բայց անունը այդպես էլ չկարողացա վերհիշել, տրանսֆորմացիայի հետ է կապված, թե մարդիկ ինչպես կարող են փոխել իրավիճակը, կապված հենց իրենց հետ, ասում եմ, եթե դու չես կարող ինչ-որ բան փոխել, որ արդեն գոյություն ունի, դու կարող ես փոխել քո տեղը։ Ենթադրենք պատկերասրահում ես եւ մի սրահում ես, որտեղի նկարները քեզ դուր չեն գալիս, պարտադիր չի զորով այդտեղ մնաս։ Կարող ես փոխել սենյակը եւ հայտնվել այնպիսի սենյակում, որտեղի նկարները քեզ դուր են գալիս։ Մի խոսքով գրքեր, որոնք կփոխեն ձեր միտքը, ձեր արժե համակարգը եւ իհարկե կաճեք։ Սա եւս շատ կարեւոր է։ Սրանք էլ իմ տարբերակներն էին։ Հրաշալի է հնչում։ Այսպիսի գրքասեր գործընկերներ ունենք։ Եվ ի վերջո, ինչպես ասել է մի փիլիսոփա, եթե ձեզ դուրս չի գալիս ձեր տեղը, փոխեք, ի վերջո դուք ծառչեք, այնպես որ այո, միանգամայն։ Բայց մի մոռացեք ջրել, մի մոռացեք ջրել ցանը։ Այո, այո։ Was told, and I wanna tell the world before I get too old and don't remember it, so let's dissemble it and reassemble it. Oh yeah, once upon a time in a town like this, a little girl made a great big wish to fill the world full of happiness and be on Santa's magic list. Shake up the happiness, wake up the happiness, come on yo, it's Christmas time. Shake up the happiness, wake up the happiness, come on yo, it's Christmas time.
my grandma reason to smile. 'Tis the season to smile. It's cold, but we'll be freezing in style. And let me meet a girl one day that wants to spread some love this way. We can let our souls run free and she can open some happiness with me. Shake up the happiness. Wake it up, wake up the happiness. Come on, yo, it's Christmas time. Shake it up the happiness. Wake it up the happiness. Come on, yo, it's Christmas time. I know you're out there. I hear your reindeer. I see the snow. Սուրճ ու սեր առավոտից։ Դեկտեմբերի 31-ի տոնական թողարկումով ձեզ հետ սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է, մենք ուղիղ եթերում ենք 11:06 րոպե եւ կրկին ունենք ուղիղ միացում։ Այո, բայց մինչ ուղիղ միացումը հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ պատահական չէր, որ մենք խոսեցինք գրքերից, որովհետեւ վերջին տարիներին շատ գեղեցիկ տենդենց ենք նկատում, արդյոք միմյանց առիթների դեպքում գիրք են նվիրում, որը շատ կարեւոր է։ Եվ այստեղ արդեն ուղիղ կապ ունենք, ուղիղ միացում ունենք մեր Շացիելի Մարիամի հետ կապ։ Այո, Մարիամ Ալոյան, որը երևի թե ռադիոյի ամենաընթերցասեր մեր գործընկերներից մեկն է եւ նրա հաղորդումները միշտ ուղղված են գրքին ու Եվ նա գրախանութում է այսպես։ Այո, տեսնենք ինչ է կատարվում Բարի լույս, Մարիամ։ Բարև Մարիամ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Դուք շատ գեղեցիկ եք եթերում։ Շնորհակալություն, դու ես շատ գեղեցիկ։ Ես երկար մտածում եմ իրականում որտեղ հայտնվեմ եւ որոշեցի չհեռանալ գրքերից ու գրադարակից հատկապես ու նորից հայտնվել գրքերում ու գրախանութում ու տեսնել թե ինչ աժիոտաժ է, արդյոք կա աժիոտաժ, թե չկա աժիոտաժ ամսի 31-ին գրախանութում։ Եվ թե պատմիր Եվ մեզ։ եկեք գնանք եւ միասին տեսնենք։ Գնացինք, ահա, հիմա Ես նախ միջև բարձրանալը եւ հասնելը ուզում եմ ասել, որ մի լավ նորություն ասել բոլոր ընթերցողներին, որ հիմա շատացել են ամանորյա եւ սուրբծննդյան թեմատիկայով գրքերը։ Ահա։ Եվ դուք էլ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ձեր առաջարկած գրքերից հետո ընտրել եւ կարդալ հենց սուրբծննդյան թեմայով գրքեր։ Լավ։ Այստեղ խորհրդատվություն է։ Բարև ձեզ։ Ներողություն, կարող եմ ձեզ ընդհատել։ Այստեղ։ Բարև ձեզ։ Ձեր անունը։ Նարե ջան, գրախանութում եք, ամսի 31-ն է, նվերներ եք ընտրում, ինչ որ գրքեր եք հավաքել, կասեք ինչ գրքեր եք ընտրել եւ ում եք նվիրում։ Եթե ձեզ չեք նվիրում։ Կեսը ինձ, կեսը ընկերներիս, քանի որ տենց ընկերասեր շրջապատ ունեմ ու տենց տարվա ընթացքում տենց կորզում եմ ինչ են ուզում, տենց որոշել եմ ձմեռ պապիկ լինել եւ նվիրել։ Եվ ինչ գրքեր եք ընտրել։ Դե քանի որ ձմեռ է, ու ցավոք դրսում ձյուն չի, ընտրել եմ համոքի ձյունը։ Ահա։ Ու քանի որ ես բուտ չեմ ուտելու, ինձ համար ընտրել եմ համբարձում եմ բուտը այս։ Համբարձում եմ բուտը պատմված է շարն է ընտրել։ Եվ նվիրելու եք երկուսն էլ թե ձեզ եք պահելու որպես բուտ սիրող։ Ձյուն սիրողներին եմ նվիրել։ Ու խորհրդատվության ընթացքում առաջարկեցի մկրտիչ Արմենի Երևանը։ Երևանը, այո, Երևանի բնակիչների համար հատկապես շատ կարևոր գիրք է, այո, համաձայն եմ, Նարե։ Այդպես, ու տենց մտածում եմ եկե ճանապարհի մասին։ Բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Ես վստահ առաջարկում եմ, որ կարդաք, ձեզ մաղթում եմ լավ ընթերցանություն եւ ձեր ընկերներին էլ հաճելի գրքեր որ գտնեն եւ կարդան։ Ես գտնեմ խորհրդատուներին։ Գտիր խորհրդատուներին, մինչ այդ հարց ունեմ Մարիամ, դու ինչ խորհուրդ կտաս մեզ եւ ռադիոլսողներին ինչ գիրք կարդանք 2026-ին։ Դա իմ ոչ այնքան սիրելի հարցն է Լուսինե, որովհետև ես բոլորին հարցնում եմ իրենց ամենասիրելի գիրքը որն է, բայց ես դժվարանում եմ պատասխանել։ Հենց հիմա այստեղ էլ ես գտա իմ ձեռքի տակ այ մի վարքյան։ Այստեղ սուրբծննդյան պատմություններ գիրքն է։ Երևի թե հենց դա էլ կառաջարկեմ հիմա կարդալ կոնկրետ, իսկ դրանից հետո երևի թե կառաջարկեմ իմ սիրելի հայ ժամանակակից գրողներից Աննա Դավթյանի Զորա գիրքը, որպեսզի բոլորը կարդան, կարծում եմ։ Դա արդեն ամանորյա թեմատիկայով չէ։ Հիմա մոտենում եք խորհրդատուներին։ Այսպես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք խորհուրդ եք տալիս կարդալ գրքեր
Չէ՞։ Շատ եք սիրում խորհրդատվություն անել։ Իհարկե շատ եմ սիրում, իմ սիրելի զբաղմունքում աշխատանք։ Քանի որ ես էլ եմ գրախանութներում աշխատում նաև, ես գիտեմ, որ կան հաճախորդներ, որոնք շատ սիրելի են, եւ կան հաճախորդներ, որոնք կուզեմ ասեք ձեր ամենասիրելի հաճախորդներն ովքեր են։ Դե առհասարակ մեզ համար բոլոր հաճախորդները սիրելի են, քանի որ եթե մարդինքը գալիս է։ Դուք տարի եք։ Ես շատ բարի եմ։ Բայց իհարկե հատկապես միայն հաճախորդները, ովքեր գալիս են քո խորհրդի հետևից, ուզում են զրուցել քեզ հետ, ուզում մի բան քաղել քեզնից, մենք էլ իրենցից ենք անշուշտ բաներ քաղում եւ փոխադարձ հետաքրքիր զրույց է ստացվում, որը արդյունք է տալիս, իրանք նոր գրքեր ձեռք բերած գնում են ընթերցելու, այնպես որ սա շատ ավելի sense ջերմ process է։ Իսկ ամանորին հատկապես ավելի շատացել են ընթերցասերները, նվերներ, գրքեր։ Դե գիտեք, առհասարակ այո, որովհետեւ ամանորին բակի առևտուրն է շատ, մարդիկ նվեր եւ նաեւ այդ դրա մեջ մտնում են գրքերը, իհարկե։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք երջանիկ մարդիկ եք, որովհետև գրքերի մոգական աշխարհի հետ ավելի շատ եք առնչվում, քան մենք։ Մարիամ ջան, եթե էլ մարդ չկա Գեցես Մարիամ ապրես։ Իսկ այստեղ մանկական գրականությունից էլ ուզում էի շատ հակիրճ առաջարկեինք որևէ գիրք, որովհետև այստեղ նաև կան մանկական թեմատիկա եւ խորհրդատուների մեկին նորից գտել եմ, ով սիրում է փաստորեն մանկական գրքեր եւ պատկերազարդումներ։ Փոքրիկներին գրքի առաջարկելը շատ ուրիշ տրամադրություն է հաղորդում, քանի որ ժամանակը, եթե ճիշտ եմ հասկանում, կարճ է, միայն ասեմ, որ նոր թարգմանված գիրք կա Միխայել Էնդեի Ջիմ Կոջակի մեքենայով Լուկասը, որը Ձեր սիրելին է։ Այո, իմ սիրելին է, շատ բացային, շատ հավես ու կարևորը նոր թարգմանություն, իսկ թվում է շատ կահավանի։ Ես դեռ չեմ կարդացել։ Ձմեր պապիկներին օգնեցինք, կարծում եմ։ Այո, հաստատ։ Ինտելեկտուալ ձմեր պապիկների համար էր այս։ Մարիամ ջան, շնորհակալություն հրաշալի ճամփորդության համար։ Շնորհակալ եմ սիրելի Մարիամ։ Շնորհավոր քո ամանորը։ Ամանորդ շնորհավոր։ Գրականության ենք մաղթում քեզ։ Ես մաղթում եմ նաև քեզ, որպեսզի քո իրական կյանքը նման լինի քո ամենասիրելի, ամենաբարի գրքերի կյանքին։ Շնորհակալություն սիրելի Լուսինե։ Ձեզ էլ լավ եթերի շարունակություն եմ մաղթում եւ հրաշալի տարի ձեզ ու ռադիո լսողներին։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք մեր Շնորհակալ ենք մեր եթերին ընդամենը 15 րոպե է մնացել, այնպես որ սիրելի, այո, սիրելի ռադիո լսողներ, վերջին հնարավորությունն է շահելու մեր վերջին նվերը 553702 կարող եք զանգահարել, իսկ մինչև այդ քանի խոսում ենք գրքերից, գրախանութից, մշակույթից, ուզում ենք անպայման ձեզ հիշեցնել, որ ամանորը նաև լավ ժամանակ է, քանի որ ունեք մի փոքր ազատ ժամանակ ոչ միայն գաստրոնոմիկ հաճույքների, այլև մշակութային կյանքին մասնակցելու համար եւ լավ է որ վերջին տարիներին Հայաստանի թատրոնները, թանգարանները փորձում են աշխատել նաեւ այդ օրերին եւ ահա կարեւոր տեղեկություն հունվարի 1-ին եւ 2-ին բաց կլինեն մի քանի թանգարաններ ժամը 12-ից 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը եւ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը կարող եք այցելել։ Շատ լավ ինֆորմացիա նրանց համար, ովքեր չգիտեն այդ տոնական օրերին ուր գնան եւ ինչ անեն։ Եվ այս պահին մենք կրկին ունենք զանգ, տեսնենք ով է մեզ միացել եւ ինչ է շահելու մեր ռադիոլսողը։ Բարի լույս։ Բարի լույս ռադիոլսող, դուք եթերում եք։ Հաղորդավարներ, ինչպես եք։ Հրաշալի, դուք ինչպես եք։ Ես ուզում եմ սրտան շնորհավորել ձեզ Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների արդիվ։ Եկող տարին լինի երջանկության, հաջողությունների եւ ներդաշնակության գիտարի։ Թող ձեր կյանքի յուրաքանչյուր օրը զարդարվի նշանակալի իրադարձություններով, իսկ բոլոր նախաձեռնությունները ստացվեն հաջողությամբ։ Գեցեք, ձեր անունն էլ, որ ասեք, ընտիր կլինի։ Ես Հայկանուշն եմ։ Հաճելի է շատ Հայկանուշ ջան, շնորհակալություն։ Դուք Վիկտորինային մասնակցելու եք։ Խաղում ենք։ Այո, իհարկե։ Հրաշալի է, հրաշալի է։ Իրականում, քանի որ ամենավերջին խաղն է, ընտրել եմ նաև ամենապարզ խաղը։ Ընդհանրապես պետք է արագ ընտրել երկու տարբերակներից մեկը, այստեղ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում պարտվելու հնարավորություն չկա։ Այնպես որ պատրաստ ենք։ Ուշադրություն, գնացինք։ Ավելի շատ տանը մենակ, թե գրինչ։ Որ ֆիլմը, տանը մենակը, թե գրինչը։ Տանը մենակ։ Ահա, իրական տոնածառ թե արհեստական։ Իրական։ Ամանորի լավագույն ուտելիքը։ Շամպայն։ Ոչ ավելի։ Հրաշալի պատասխան։
Որ երկրն է նկարագրում ձեր կյանքը հենց այս պահին։ Վա, ինչ բարդ հարց է։ Չասեք դառնացել է այս աշխարհը։ Հենց այսպես էլ ապրում ենք։ Ամենասիրելի երգը այս պահին։ Ձախորդ օրերը։ Չէ, տոնազարը։ Տոնազարը, բասեք։ Ձյուն թե հրավառություն։ Հրավառություն։ Ահա, մայոնեզով աղցան թե մանդարին առանց սահմանների։ Մանդարին առանց աղցանի։ Մանդարին առանց Հա, աղցանի։ բա ամանոր մանդարինի հետ Այո, համաձայն ենք, շնորհավորում ենք, ձեր մրցանակը կարող եք ստանալ, եթե կապը պահեք, մի անջատեք հեռախոսազանգը, որպեսզի մեր շատ սիրելի գործընկերը ձեզ հուշի, թե ինչպես եք վերցնելու ձեր մրցանակը։ Մենք կարծես թե մեր ուղիղ միացումներն արեցինք, մեր ռադիոլսողների հետ բայց մենք մոռացել ենք մի բան, մենք այսօր չենք հաղորդակցվել Աբոյի հետ։ Այո։ Եւ ես արհեստական բանականությանը հարց ուղեցի, ինչ կասին ամես 2026-ի մասին։ Եվ ահա թե ինչ է պատասխանել Աբոն։ Նախ աշխարհում տեխնոլոգիաները հատկապես Աբոն ավելի խորն են մտնելու ձեր առօրյա կյանք, կրթություն, աշխատանք, բժշկություն։ Չէ, էլի են խորանալու։ Չեք ասում, դեռ ամեն ինչ արժևում է։ Տեսեք, տնտեսապես շատ երկրներ կշարունակեն հարմարվելու փուլը նոր մոդելների, նոր մասնագիտությունների ձևավորմամբ, իսկ կլիմայական թեմաները կմնան առաջնային թե քաղաքական, թե գործնական մակարդակներում։ Բայց Աբոն նաև Հայաստանի համար է առանձին կանխատեսում արել։ Կանխատեսում չէ։ Անվտանգության հարցերը դեռ կլինեն առաջնային 2026-ը ավելի շատ կայունացում կամ հստակեցում կպահանջի, քան արագ լուծումներ, սա Հայաստանի մասին է։ Հայաստանը կշարունակի արտաքին քաղաքական բալանսի որոնումը տարբեր կենտրոնների հետ հարաբերությունները վերաիմաստավորելով։ Տնտեսական աճը հավանաբար կլինի ավելի համեստ, բայց ավելի իրական, շեշտը կդրվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ծառայությունների, փոքր եւ միջին բիզնեսի վրա։ Մարդիկ ավելի զգուշավոր կլինեն ֆինանսական որոշումներում, բայց նաեւ կփնտրեն նոր հնարավորություններ։ Սա արհեստական բանականություններ 2026-ի մասին։ Ռադիոլուրի հատուկ թղթակիցներ Սուրճ ու Սեր առավոտից հաղորդման ընթացքում։ Լրացրեցիր բացը այս։ Աբոյի ներկայացուցիչ։ Աբոյի ներկայացուցիչ է սպարակայում։ Մենք մոռացել ենք մանուկների մասին։ Եվ մոռացել ենք մեր շատ սիրելի արևիկցիներին։ Այո, եւ առաջարկում եմ մանուկներից հետո բացենք վերջապես այս շամպայնը։ Շամպայնը կբացենք Աբայի հետ։ Այո։ Գնացինք։ Tes որքան երջանիկ
Նոր տարի Եվ մենք ունեցանք համալրում Նոր տարի Ձյունանուշ եւ եկավ Լուսին Օրեկյանը Ես էի փաստորեն Ձյունանուշ Ոչ գործընկերներ նոր իմացա որ Ձյունանուշը Դու մեր Ձյունանուշն ես Մշտական Ձյունանուշն է սիրելի ռադիոլսողներ Մարտ ով մշտապես պատասխանում է ձեր զանգերին սիրալիր համբերատար եւ հարգալից Լուսին Օրեկյանը մեր ուղիղ եթերում է բարի լույս Լուսինե Բարի լույս գործընկերներ Դուք արդեն տեսնում եք մեր ամբողջական կազմին որովհետեւ առանց Լուսինեի մի տեսակ կիսատ է մենք 5-ով ենք ձեր անխափան եթերն ապահովում ամեն առավոտ մեր աշխատանքի շնորհիվ է Լուսինեի համառության շնորհիվ է որ հայտնում են շատ հետաքրքիր ու կարևոր հյուրեր մեր ստուդիայում ձեր զանգերին իհարկե առաջինը Լուսինեն է պատասխանում Լուսինե մենք այսքան խոսեցինք ամփոփելով 2025-ը ինչ ակնկալիքներ ունես 2026-ից 2026-ից իմ ակնկալիքները շատ ավելին են իսկապես շատ ավելին են որովհետև պատկերացրեք իրոք իհարկե կան լիքը եւ շատ ինչ որ հարցեր որոնց պատասխանները դեռ չեմ գտնում բայց հուսով եմ որ կգտնեմ Արհեստական բանականությունը կօգնի քեզ այո ես հույս ունեմ որ մարդկային բանականությունը ինձ օգնի այդ հարցերում դա նորաձև չէ արդեն ամեն դեպքում այո Իսկ ամփոփելով 2025-ը, որն ես համարում գուցե լավագույն ձեռքբերումը անցնող տարվա։ Մենք։ Իսկապես ճիշտ է Տիգրան, ճիշտ է փորձեր եղել են էլի աշխատանքային համագործակցության, բայց իսկապես 2025-ը սա թիմեր, խումբեր ձեռքբերում էր ինձ համար նոր աշխատանքային այդ մոտեցումները, չգիտեմ, գտալիքը լավ բաներ, որոնք ինձ համար ձեռքբերումներ էին, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց իսկապես լավ թիմ էր եւ լավ ընկերներ էին, որոնց տենց հավաքեցի իմ շուրջը եւ հուսով եմ հետը ստանում եմ 2026։ Մենք էլ հուսով ենք, որ դու անկեղծ ես մեզ դա ասում։ Ես վստահ եմ, որովհետեւ ինչպես Տիգրանը արդեն նշեց, Լուսինեի բարությունը, համբերատարությունը, նրբությունը, կանացիությունը միշտ ավելի պայծառ է դարձնում մեր օրը։ Լուսինեի նվերը բացեցի, որ ինձ համար է գնել Լուսինեն։ Լուսինեն ինքը իրեն է ինձ նվիրել, ինչ լավ։ Հիմա մի տարվեք այսպես ալեգորիաներով, յուրաքանչյուր տունի 1 րոպե մաղթանք եղել համար, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել։ Սկսեցինք Լուսինեից մաղթանք 2026-ի համար։ 2026-ին ուզում եմ, որ բոլորս լինենք հաջողակ, ունենանք մեծ ձեռքբերումներ, մեր պատկերացումներից ավելին, քան պատկերացնում ենք եւ լինի առողջության տարի բոլորիս համար։ Շատ լավ։ Սևակ 2026-ին բոլորիս մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, թե արտաքին, թե ներքին, ավելի շատ ժամանակ ինքներս մեզնով զբաղվելու, զարգանալու, ճամփորդելու եւ իհարկե հաճելի հիշողություններ ընկերների ու ընտանիքի հետ։ Վեգան։ Ես մաղթում եմ, որ ճիշտ հաճախականության վրա լինեք ինչպես ռադիոյում, այնպես էլ կյանքում եւ ավելորդ աղմուկի փոխարեն լսեք միայն լավ լուրեր եւ ճիշտ խոսքեր։ Լուսինե։ Ես մաղթում եմ, որպեսզի ձեր կյանքում դրական հույզերը անպակաս լինեն։ Միշտ ունենաք դրական հույզեր, շրջապատված լինեք ճիշտ մարդկանցով, իրար հասկանաք եւ իհարկե հոգեպես նաեւ խաղաղ լինեք ինքներդ ձեզ հետ։ Այդ ժամանակ կլինեք երջանիկ։ Եվ ես Տիգրանս մաղթում եմ բոլորին ընդամենը մեկ բառ, որից բաղկացած է մեր կյանքը, մեկ բառ, որ օգնում է մեզ ապրել, ստեղծագործել եւ արարել։ Սեր, սիրեք իրար։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Բարի լույս։ Կհանդիպենք 2026 թվականին, մնացեք հանրային ռադիոյի հետ։ So gray, so unlike yesterday. Now's the time for us to say Happy New Year, Happy New Year. May we all have a vision now and then of a world where every neighbor is a friend. Happy New Year. You
Happy New